Այս պահին, մինչ դուք կարդում եք այս տողերը, երկրից 170 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, Մարսի մակերեսին, մի ռոբոտ նայում է մի բանի, որը չպետք է լիներ այնտեղ։ Perseverance մարսագնացը, որը 2021 թվականի փետրվարից ուսումնասիրում է Jezero կրատերը, հենց նոր ուղարկեց լուսանկար, որը NASA-ի գիտնականները քննարկեցին փակ դռների հետևում 3 ժամ անընդմեջ։ Լուսանկարը ցույց է տալիս մի կառուցվածք, 4 մետր բարձրությամբ, որի անկյունները կազմում են ճիշտ 90 աստիճան։ Երբ նկարը հրապարակվեց NASA-ի պաշտոնական կայքում, այն մնաց այնտեղ ճիշտ 17 րոպե։ Հետո անհետացավ։ Պաշտոնական բացատրություն չկար։ Միայն մի նշում տեխնիկական բազայում, պահանջվում է լրացուցիչ մշակում։ Բայց լուսանկարը արդեն պատճենվել էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն տեսել էին այն։ Եվ այն, ինչ նրանք տեսան, չէր նման ոչ մի բնական ապարի վրա, որը երբևէ գրանցվել է Մարսի վրա։ Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք Jezero կրատերի եզրին։ 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ այստեղ ծով կար։ Ջուր 140 մետր խորությամբ։ Ափեր, որտեղ ալիքները կոտրվում էին կարմիր ավազի վրա։ Գուցե նույնիսկ կյանք, միկրոսկոպիկ, պարզ, բայց կյանք։ Հետո ամեն ինչ փոխվեց։ Մարսը կորցրեց իր մագնիսական դաշտը։ Մթնոլորտը սկսեց փարատվել տիեզերք, ջուրը գոլորշիացավ կամ սառեց հողի տակ, եւ այն ինչ մնաց, եղավ անապատ, այնքան անմարդաբնակ, որ երկրի ամենաանխոնջ անապատները թվում են դրախտային այգիներ նրա համեմատությամբ։ Բայց երբ Perseverance-ը սկսեց ուսումնասիրել կրատերի հատակը, այն գտավ մի բան, որը չի տեղավորվում այս պատմության մեջ։ 2025 թվականի նոյեմբերին, երբ մարսագնացը հասավ մի տարածք, որը գիտնականները անվանում էին Հյուսիսային դելտա, նրա Mastcam-Z տեսախցիկը գրանցեց մի շարք ապարներ, որոնք դասավորված էին գրեթե կատարյալ ուղիղ գծով։ 7 ապար։ Յուրաքանչյուրը մոտավորապես նույն չափսի։ Հեռավորությունը նրանց միջև գրեթե հավասար։ Երկրաչափություն, որը բնությունը հազվադեպ է ստեղծում պատահականորեն։ Դոկտոր Էմիլի Չեն, Արիզոնայի պետական համալսարանի պլանետային երկրաբանությունից, առաջին անգամ տեսավ այդ նկարները 2025 թվականի դեկտեմբերի 12-ին։ Նա հետո պատմեց գործընկերներին, որ առաջին մտքը, որ անցավ նրա գլխով, եղավ. «Սա չի կարող լինել բնական»։ Բայց նա գիտնական էր, եւ գիտնականները սովորել են չվստահել առաջին տպավորություններին։ Մարդու ուղեղը զարմանալի ինչ-որ բան է անում։ Այն տեսնում է դեմքեր ամպերի մեջ, կենդանիներ ժայռերի մեջ, նմանություններ այնտեղ, որտեղ դրանք չկան։ Գիտնականները սա անվանում են պարեյդոլիա, եւ երբ խոսքը վերաբերում է Մարսին, պարեյդոլիան դառնում է համաճարակ։ Հիշում եք Մարսի դեմքը։ 1976 թվականին Viking 1 տիեզերական ապարատը լուսանկարեց Սիդոնիա տարածքում մի լեռ, որը նման էր մարդկային դեմքի։ Տասնամյակներ շարունակ մարդիկ հավատացին, որ դա հնագույն քաղաքակրթության հետք է։ Մինչև Mars Global Surveyor-ը 2001 թվականին նկարեց նույն լեռը բարձր լուծաչափությամբ, պարզվեց սովորական լեռ է, որը միայն որոշակի լուսավորության պայմաններում նման է դեմքի, կամ Մարսի բուրգը։ 2022 թվականին Curiosity մարսագնացը նկարեց մի ժայռ, որը որոշ մարդկանց թված կառուցված կառույց։ Երկրաբանները բացատրեցին, սա էրոզիայի արդյունք է, երբ փափուկ ապարը մաշվում է քամու եւ ավազի ազդեցությամբ, թողնելով ավելի կարծր մասերը։ Բայց Jezero կրատերի կառուցվածքները տարբեր էին։ Դոկտոր Չենը սկսեց համեմատել դրանք երկրի երկրաբանական ձևավորումների հետ։ Նա ուսումնասիրեց բազալտային սյուները Իռլանդիայի Giant's Causeway-ում, 6 անկյուն ապարներ, որոնք ստեղծվել են հրաբխային լավայի արագ սառեցման ժամանակ։ Նա դիտարկեց Devil's Tower-ը Վայոմինգում, կառուցվածք, որը նույնպես կարող է թվալ արհեստական, բայց ամբողջովին բնական է։ Նա ուսումնասիրեց տասնյակ օրինակներ, երբ բնությունը ստեղծում է երկրաչափական ձևեր։ Եվ նա գտավ մի բան հետաքրքիր։ Բոլոր այդ բնական կառուցվածքները ունեին մի ընդհանուր հատկություն. դրանք ստեղծվել էին կրկնվող ֆիզիկական պրոցեսների արդյունքում։ Սառեցում, որը ստեղծում է բյուրեղներ, էրոզիա, որը հետևում է ապարի թույլ գծերին, տեկտոնիկ ուժեր, որոնք կոտրում են ապարը կանոնավոր ձևերով։ Բայց Jezero կրատերի կառուցվածքները չէին տեղավորվում ոչ մի այդ կատեգորիայի մեջ։ Հունվարի 13-ին 2026 թվականին NASA-ն հրապարակեց նոր լուսանկարների մի շարք։ Այս անգամ Perseverance-ը մոտեցել էր կառուցվածքներին ավելի մոտ։ Եվ այն, ինչ տեսախցիկները գրանցեցին, ստիպեց նույնիսկ ամենասառը գիտնականներին կասկածել իրենց ենթադրություններում։ Ապարների մակերեսը ցույց էր տալիս մի բան, որը նման էր շերտավորման, բայց ոչ հորիզոնական շերտավորման, ինչպես սովորաբար տեղի է ունենում նստվածքային ապարներում, ուղղահայաց շերտավորման։ Կարծես որ ապարները դասավորվել էին մի ուղղությամբ, հետո ծածկվել են նյութով, հետո կրկին դասավորվել են։
Դոկտոր Մարկուս Վեբեր, Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի երկրաբան, առաջարկեց մի տեսություն։ Նա ասաց, որ երբ Ջեզերո կրատերը լի էր ջրով, հզոր մոհոսանքները կարող էին տեղափոխել խոշոր ապարներ և դասավորել դրանք որոշակի ձևերով։ Սա հայտնի երևույթ է, երկրի վրա անվանում են ապարների պատվարներ կամ boulder trains։ Բայց կար մի խնդիր։ Ջեզերո կրատերի ջուրը, նույնիսկ իր ամենահզոր շրջանում, երբևէ չէր եղել բավականաչափ խորը կամ արագ, որպեսզի տեղափոխի 4 մետր բարձրությամբ ապարներ և դասավորի դրանք այդպիսի ճշգրտությամբ։ Հետո եկավ երկրորդ տեսությունը։ Դոկտոր Յուկի Տանակա, Տոկիոյի համալսարանի պլանետային գիտությունների պրոֆեսոր, առաջարկեց, որ կառուցվածքները կարող են լինել vent effects, ապարներ, որոնք ձևավորվել են քամու էրոզիայի միջոցով։ Մարսի վրա, որտեղ մթնոլորտը շատ բարակ է, բայց փոշու փոթորիկները կարող են տևել ամիսներ, քամին կարող է դառնալ քանդակի գործիք։ Տանական ցույց տվեց համակարգչային մոդելավորումներ, որտեղ հազարավոր տարիների ընթացքում քամին, որը փչում է միշտ նույն ուղղությամբ, կարող է ստեղծել երկրաչափական ձևեր։ Նա նույնիսկ գտավ նմանություններ երկրի վրա, Անտարկտիդայի չոր հովիտներում, որտեղ քամին ստեղծել է ապարներ, որոնք նման են բուրգերի։ Բայց երբ NSA-ի թիմը կիրառեց Տանակայի մոդելը Ջեզերո կրատերի պայմաններին, արդյունքները չհամընկնեցին։ Քամու էրոզիան կարող էր բացատրել որոշ հատկանիշներ, բայց ոչ բոլորը։ Հատկապես ոչ այն փաստը, որ ապարները դասավորված էին գրեթե կատարյալ ուղիղ գծով, հյուսիս-հարավ ուղղությամբ։ Եվ հենց այստեղ պատմությունը դառնում է իսկապես տարօրինակ։ Փետրվարի 2-ին 2026 թվականին մի անանուն աղբյուր NSA-ից արտահոսեց ներքին հաղորդագրություն։ Հաղորդագրությունը, որը ուղարկվել էր Jet Propulsion լաբորատորիի տնօրենից Perseverance-ի գիտական թիմին, պարունակում էր մի նախադասություն, որը հետո դարձավ համացանցային քննարկումների առարկա։ Խնդրում ենք ժամանակավորապես հետաձգել Site 347-ի լուսանկարների հրապարակումը, մինչև մենք ավելի լավ հասկանանք, թե ինչ ենք նայում։ Site 347-ը եղավ ճիշտ այն տարածքը, որտեղ գտնվում էին երկրաչափական կառուցվածքները։ Պաշտոնապես NSA-ն երբեք չհաստատեց և չհերքեց այդ հաղորդագրության իսկությունը։ Բայց լուսանկարների հրապարակումը կումը իսկապես դանդաղեց։ Նկարներ, որոնք սովորաբար հասանելի էին դառնում 24 ժամվա ընթացքում, հիմա տևում էին մի շաբաթ կամ ավելի։ Եվ երբ դրանք վերջապես հրապարակվում էին, որոշ մանրամասներ թվում էին աննշան, ավելի ցածր լուծաչափությամբ, քան սպասվում էր։ Սա ստեղծեց մի ալիք կասկածների։ Համացանցում սկսեցին տարածվել տեսություններ։ Ոմանք ասում էին, որ NSA-ն թաքցնում է ապացույցներ արտերկրային կյանքի մասին, ուրիշների մասին։ Ուրիշներ հավատում էին, որ Մարսի վրա կան հնագույն քաղաքակրթության ավերակներ։ Երրորդները պնդում էին, որ ամբողջ Perseverance առաքելությունը կեղծիք է, նկարահանված Արիզոնայի անապատում։ Բայց ճշմարտությունը, ինչպես միշտ, ավելի բարդ էր, քան ցանկացած կոնսպիրոլոգիական տեսություն։ Դոկտոր Չենը, որը շարունակում էր ուսումնասիրել լուսանկարները, նկատեց մի բան, որը մյուսները բաց էին թողել։ Կառուցվածքները գտնվում էին ճիշտ այն տեղում, որտեղ երբեմն հատվում էին երկու տարբեր երկրաբանական շերտեր։ Մի շերտ, որը ձևավորվել էր ջրի ներկայությամբ, մոտավորապես 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ, և մեկ այլ շերտ, որը ստեղծվել էր շատ ավելի ուշ, հրաբխային գործունեության արդյունքում։ Երբ երկու տարբեր տեսակի ապարներ հանդիպում են, դրանք կարող են ստեղծել հետաքրքիր ձևեր։ Ավելի կարծր ապարը դիմանում է էրոզիային, մինչդեռ փափուկ ապարը մաշվում է։ Արդյունքում կարող են առաջանալ կառուցվածքներ, որոնք թվում են արհեստական։ Բայց դա դեռ չէր բացատրում ամեն ինչ։ Հատկապես չէր բացատրում մի մանրամասն, որը Չենը հայտնաբերեց, երբ ուսումնասիրեց լուսանկարների սպեկտրալ տվյալները։ Ապարների մակերեսը ցույց էր տալիս անսովոր քիմիական կազմ։ Բարձր պարունակություն հեմատիտի, երկաթի օքսիդի, որը երկրի վրա սովորաբար ձևավորվում է ջրի ներկայությամբ։ Բայց ոչ պարզապես հեմատիտ, մի հատուկ տեսակ, որը կոչվում է սպեկուլյար հեմատիտ կամ հայելային հեմատիտ։ Այս տեսակը ձևավորվում է միայն շատ կոնկրետ պայմաններում, երբ ջուրը պարունակում է բարձր կոնցենտրացիա լուծված երկաթի և երբ ջերմաստիճանը և ճնշումը գտնվում են շատ նեղ միջակայքում։ Երկրի վրա սպեկուլյար հեմատիտը հաճախ գտնվում է հիդրոթերմալ աղբյուրների մոտ։ Տեղեր, որտեղ տաք ջուրը բխում է երկրի խորքերից, բերելով հետը լուծված մետաղներ։ Տեղեր, որտեղ ի դեպ երկրի վրա հաճախ գտնվում է կյանք։ Եվ հենց այստեղ պատմությունը վերցնում է մի ուղղություն, որը ոչ ոք չէր սպասում։ Մարտի 15-ին 2026 թվականին NASA-ն հրապարակեց մի հայտարարություն։ Perseverance-ը պատրաստվում էր օգտագործել իր գայլիկը, մի փոքր գայլիկ, որը կարող է ծակել ապարները և վերցնել նմուշներ ներսից։ Թիրախը եղավ մի ապար Site 347-ում,
Ճիշտ կենտրոնում երկրաչափական կառուցվածքների։ Գայլիկը սկսեց աշխատել մարտի 19-ը։ Այն ծակեց 6 սանտիմետր խորությամբ։ Եվ երբ այն դուրս եկավ, բերելով հետը փոշու եւ ապարի փոքր կտորներ, Perseverance-ի սպեկտրոմետրը սկսեց վերլուծել նմուշը։ Արդյունքները եկան մարտի 22-ին։ Եվ դրանք եռան այնպիսիք, որ ստիպեցին NASA-ի գիտնականներին կազմակերպել արտակարգ հեռավար կոնֆերանս գիշերվա 2 ժամին Կալիֆոռնիայի ժամանակով։ Նմուշը պարունակում էր օրգանական մոլեկուլներ, ոչ պարզապես ցանկացած օրգանական մոլեկուլներ, բարդ ածխաջրածինների մի խումբ, որոնք երկրի վրա սովորաբար կապված են կենսաբանական գործընթացների հետ։ Մոլեկուլներ, որոնք կարող էին ստեղծվել միայն երկու եղանակով՝ կենդանի օրգանիզմների կողմից կամ շատ կոնկրետ քիմիական ռեակցիաների միջոցով, որոնք պահանջում են պայմաններ, որոնք Մարսի վրա չպետք է գոյություն ունենային։ Դոկտոր Չենը հետո պատմեց, որ երբ նա տեսավ այդ տվյալները, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա գիտեր, թե ինչ դա նշանակում էր, եւ նա գիտեր նաեւ, թե ինչու NASA-ն այդքան զգույշ էր լինում հրապարակումների հետ։ Որովհետև վերջին անգամ, երբ գիտնականները հայտարարեցին, որ գտել են օրգանական մոլեկուլներ Մարսի վրա, դա եղավ 1996 թվականին։ Մի խումբ NASA-ի հետազոտողներ պնդեցին, որ Allen Hills 84001 մետերիտը, մի ապար, որը ընկել էր Անտարկտիդայում, բայց ծագել էր Մարսից, պարունակում էր հնարավոր հետքեր մարսային բակտերիաների։ Հայտարարությունը ստեղծեց համաշխարհային սենսացիա։ Նախագահ Բիլ Քլինթոնը տվեց հատուկ ելույթ։ Գիտական ամսագրերը նվիրեցին ամբողջ համարներ այդ թեմային։ Հետո եկավ հետազննությունը։ Մյուս գիտնականները սկսեցին քննադատել մեթոդները։ Նրանք ցույց տվեցին, որ օրգանական մոլեկուլները կարող էին ծագել երկրից աղտոտվածության արդյունքում։ Որ կառուցվածքները, որոնք թվում էին հնարավոր հանածոներ, կարող էին լինել պարզապես բյուրեղներ։ Որ ամբողջ տեսությունը հիմնված էր թույլ ապացույցների վրա։ Հայտնագործողները պաշտպանեցին իրենց աշխատանքը, բայց վնասը արդեն պատճառված էր։ NASA-ն սովորեց դաս։ Հաջորդ անգամ, երբ նրանք կգտնեին ինչ-որ բան, որը կարող էր լինել կյանքի հետք, նրանք պետք է լինեին բացարձակապես վստահ, նախքան հրապարակումը։ Եվ հիմա, 30 տարի անց, նրանք կրկին կանգնած էին նույն խաչմերուկում։ Նրանք ունեին օրգանական մոլեկուլներ, նրանք ունեին անսովոր երկրաբանական կառուցվածքներ, նրանք ունեին ապացույցներ հիդրոթերմալ գործունեության մասին, ճիշտ այն տեսակի միջավայրում, որտեղ երկրի վրա կյանքը ծաղկում է, բայց նրանք չունեին վերջնական ապացույց։ Եվ առանց վերջնական ապացույցի նրանք չէին կարող հայտարարել, որ գտել են կյանք Մարսի վրա։ Ուստի նրանք արեցին այն, ինչ գիտնականները միշտ անում են, երբ բախվում են անորոշության։ Նրանք սկսեցին հավաքել ավելի շատ տվյալներ։ Ապրիլի 2-ին Perseverance-ը տեղափոխվեց դեպի երկրորդ ապար Սայթ 347-ում։ Այս անգամ ավելի մեծ մեկը, գրեթե 5 մետր բարձրությամբ։ Գայլիկը կրկին ծակեց։ Սպեկտրոմետրը կրկին վերլուծեց, եւ կրկին նրանք գտան օրգանական մոլեկուլներ։ Այս անգամ նույնիսկ ավելի բարդ։ Ապրիլի 15-ին 3-րդ ապար, նույն արդյունքը։ Ապրիլի 28-ին 4-րդ ապար, եւ այս անգամ ինչ-որ բան նոր։ Սպեկտրոմետրը հայտնաբերեց ամինաթթուների հետքեր։ Ամինաթթուներ, կյանքի շինանյութերը։ Մոլեկուլները, որոնցից կազմված են սպիտակուցները։ Մոլեկուլները, որոնք երկրի վրա գտնվում են յուրաքանչյուր կենդանի բջջում։ Դոկտոր Չենը հիշում է այդ օրը։ Նա նստած էր իր գրասենյակում Արիզոնայի պետական համալսարանում, նայելով էկրանին, որտեղ ցուցադրվում էին տվյալները։ Դրսում արևը մայր էր։ Ուսանողները քայլում էին դեպի իրենց հաջորդ դասերը։ Կյանքը շարունակվում էր իր սովորական ռիթմով։ Բայց Չենը գիտեր, որ ինչ-որ բան փոխվել էր, որ նրանք գուցե հենց նոր հայտնաբերել էին ամենակարևոր բանը մարդկության պատմության մեջ։ Կամ գուցե ոչ։ Որովհետև գիտությունը չի աշխատում հայտնագործությունների միջոցով, այն աշխատում է ապացուցումների միջոցով։ Եվ ապացուցելը, որ այդ ամինաթթուները ծագել են կենդանի օրգանիզմներից, ոչ թե պարզապես քիմիական ռեակցիաներից, պահանջում էր ավելին, քան պարզապես դրանց հայտնաբերումը։ Պահանջվում էր հասկանալ ամբողջ համատեքստը։ Պահանջվում էր իմանալ, թե ինչպես էին ձևավորվել այդ ապարները։ Պահանջվում էր վերակառուցել պայմանները, որոնք գոյություն ունեին Ջեզերո կրատերում 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Պահանջվում էր բացառել բոլոր այլ հնարավոր բացատրությունները, եւ ամենակարևորը, պահանջվում էր ժամանակ։ Մայիսի 11-ին NASA-ն վերջապես հրապարակեց պաշտոնական հայտարարություն։ Նրանք ասացին, որ Perseverance-ը հայտնաբերել է հետաքրքիր օրգանական մոլեկուլներ Ջեզերո կրատերում։ Նրանք ասացին, որ այս հայտնագործությունը հուշում է, որ Մարսը երբեմն կարող էր ունենալ պայմաններ, որոնք բարենպաստ էին կյանքի համար։ Նրանք ասացին, որ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։
Նրանք չասացին ոչինչ երկրաչափական կառուցվածքների մասին։ Նրանք չասացին ոչինչ ամինաթթուների մասին։ Նրանք չասացին ոչինչ այն մասին, որ նրանք գուցե հենց նոր գտել էին ապացույց, որ Մարսի վրա երբեմն եղել է կյանք։ Եվ սա ստեղծեց նոր ալիք կասկածների։ Երբ NASA-ի հայտարարությունը հրապարակվեց մայիսի 11-ին 2026 թվականին, համացանցը պայթեց։ Ոչ թե ուրախությունից, ոչ թե հուզմունքից, այլ բարկությունից։ Ովքեր ամիսներ շարունակ հետևել էին Perseverance-ի հայտնագործություններին, ովքեր տեսել էին արտահոսված լուսանկարները, ովքեր կարծեքարտացել էին ներքին հաղորդագրությունները, զգացին, որ իրենց խաբում են։ Հետաքրքիր օրգանական մոլեկուլներ։ Ինչ է դա նշանակում։ Յուրաքանչյուր օրգանական քիմիկոս գիտի, որ հետաքրքիր բառը գիտության մեջ սովորաբար նշանակում է մենք գտել ենք ինչ-որ բան կարևոր, բայց չենք կարող ասել դա բարձրաձայն։ Եվ երբ այդ բառը գալիս է NASA-ից, գործակալությունից, որը հայտնի է իր ծայրահեղ զգուշավորությամբ, դա սովորաբար նշանակում է, որ իրականությունը շատ ավելի զգայուն է, քան նրանք պատրաստ են ընդունել։ Մայիսի 12-ին Reddit-ի R-Mars ֆորումում հայտնվեց մի գրառում, որը հավաքեց 35,000 վերաբեմականացում 24 ժամվա ընթացքում։ Վերնագիրը եղավ պարզ. NASA-ն կրկին թաքցնում է ճշմարտությունը։ Գրառումը պարունակում էր մանրամասն վերլուծություն բոլոր հրապարակված եւ արտահոսված լուսանկարների, ցույց տալով, թե որ նկարները բացակայում էին պաշտոնական արխիվից, որ լուսանկարները հրապարակվել էին ավելի ցածր լուծաչափությամբ, քան տեխնիկապես հնարավոր էր, եւ որ որոշ տարածքներ, որտեղ երևում էին ամենահետաքրքիր կառուցվածքները, պարզապես բացակայում էին նոր հրապարակումներից։ Հեղինակը, որը ստորագրվել էր որպես R.S. Martian, ավարտեց գրառումը մի հարցով. Եթե նրանք գտել են միայն հետաքրքիր մոլեկուլներ, ինչու են թաքցնում լուսանկարները։ Հարցը եղավ արդար։ Եվ պատասխանը, երբ այն վերջապես եղավ ավելի բարդ, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։ Դոկտոր Ռաջեշ Կումար, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոս, որը 15 տարի աշխատել էր NASA-ի տարբեր առաքելություններում, մայիսի 15-ին հրապարակեց մի հոդված իր անձնական բլոգում։ Հոդվածը կոչվում էր «Ինչու գիտությունը դանդաղ է և ինչու դա լավ բան է»։ Այն բացատրում էր, թե ինչու NASA-ն չի կարող պարզապես հայտարարել, որ գտել է կյանք Մարսի վրա, նույնիսկ եթե ապացույցները թվում են համոզիչ։ Տումարը գրեց. Պատկերացրեք, որ դուք դատավոր եք։ Ձեր առջև ներկայացվում է գործ։ Մեղադրյալը մեղադրվում է սպանության մեջ։ Դատախազը ներկայացնում է ապացույցներ, մատնահետքեր դանակի վրա, վկաներ, ովքեր տեսել են մեղադրյալին տեղի մոտ։ Բայց պաշտպանը ցույց է տալիս, որ մատնահետքերը կարող էին հայտնվել այնտեղ ավելի վաղ, որ վկաները տեսել են գիշերվա մութում եւ կարող էին սխալվել։ Դուք կարող եք արտասանել դատավճիռ հիմնվելով միայն այդ ապացույցների վրա։ Նա շարունակեց. Գիտությունը պահանջում է ոչ թե հավանական, այլ անհերքելի։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի հայտարարության, որը կփոխի մարդկության ինքնըմբռնումը։ Եթե մենք սխալվենք, եթե մենք հայտարարենք, որ գտել ենք կյանք, եւ հետո պարզվի, որ սխալվել ենք, վնասը կլինի անդառնալի։ Ոչ միայն NASA-ի համար, այլ ամբողջ գիտության համար։ Բայց կոնսպիրոլոգները չէին համաձայնվում։ Նրանց համար պատասխանը եղավ պարզ. NASA-ն թաքցնում է ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը չափազանց վտանգավոր է հրապարակման համար։ Մայիսի 19-ը մի YouTube ալիք, որը կոչվում էր Mars Truth Seekers եւ ուներ 2 միլիոն բաժանորդ, հրապարակեց 45 րոպե տևողությամբ վիդեո վերնագրով NASA-ի մեծագույն ծածկուցը՝ Մարսի քաղաքակրթությունը գոյություն ունի։ Վիդեոն ցույց էր տալիս սայթ 347-ի լուսանկարները, որոնք բարելավվել էին տարբեր ֆիլտրերով, որպեսզի բացահայտեն թաքնված մանրամասները։ Արդյունքում ստացված պատկերները ցույց էին տալիս ըստ հեղինակների հստակ ապացույցներ արհեստական կառուցվածքների։ Վիդեոն դիտվեց 3 միլիոն անգամ առաջին 24 ժամվա ընթացքում։ Դոկտոր Չենը դիտեց այդ վիդեոն իր գրասենյակում։ Նա դիտեց, թե ինչպես են հեղինակները վերցնում իրական լուսանկարները եւ կիրառում ֆիլտրեր, որոնք ստեղծում էին արհեստական կոնտրաստ։ Նա դիտեց, թե ինչպես են նրանք մեկնաբանում բնական ստվերները որպես մուտքեր եւ պատուհաններ։ Նա դիտեց, թե ինչպես են նրանք անտեսում բոլոր գիտական բացատրությունները եւ ընտրում միայն այն փաստերը, որոնք համապատասխանում էին իրենց տեսությանը։ Երբ վիդեոն ավարտվեց, Չենը զգաց հոգնածություն։ Ոչ ֆիզիկական հոգնածություն, այլ այն տեսակի հոգնածություն, որը զգում ես, երբ հասկանում ես, որ ինչքան էլ փորձես բացատրել, որքան էլ ապացույցներ ներկայացնես, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կընտրեն հավատալ այն, ինչ ուզում են հավատալ։ Բայց Չենը նաև գիտեր մի բան, որը կոնսպիրոլոգները չգիտեին։
Նա գիտեր, որ իրականությունը, երբ այն վերջապես բացահայտվեր, կլիներ շատ ավելի հետաքրքիր, քան ցանկացած կոնսպիրոլոգիական տեսություն։ Մայիսի 22-ին Perseverance-ը ավարտեց իր 5-րդ եւ վերջին գայլիկավորումը Site 347-ում։ Այս անգամ թիրախը եղավ ոչ թե մեծ ապարներից մեկը, այլ հողը դրանց միջև։ Գիտնականները ուզում էին հասկանալ, թե արդյոք օրգանական մոլեկուլները գտնվում էին միայն ապարների մեջ, թե նաև շրջակա նյութում։ Գայլիկը ծակեց 10 սանտիմետր խորությամբ։ Սպեկտրոմետրը վերլուծեց նմուշը, եւ արդյունքները եղան անսպասելի։ Հողը պարունակում էր օրգանական մոլեկուլներ, բայց ոչ նույն տեսակի, ինչ ապարները։ Սրանք եղան ավելի պարզ մոլեկուլներ՝ մեթան, էթան, պրոպան։ Մոլեկուլներ, որոնք երկրի վրա սովորաբար ստեղծում են երկու եղանակով՝ կենսաբանական գործընթացների միջոցով կամ երկրաբանական գործընթացների միջոցով, որոնք ներառում են բարձր ջերմաստիճան եւ ճնշում։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ այդ մոլեկուլների կոնցենտրացիան տատանվում էր։ Երբ Perseverance-ը վերցրեց նմուշներ առավոտյան Մարսի ժամանակով, կոնցենտրացիան եղավ ցածր։ Երբ այն վերցրեց նմուշներ կեսօրին, կոնցենտրացիան եղավ բարձր։ Երբ այն վերցրեց նմուշներ երեկոյան, կոնցենտրացիան տրկին իջավ։ Սա եղավ նշան, որ մոլեկուլները չէին պարզապես նստած հողում, դրանք ակտիվորեն արտադրվում էին։ Ինչ-որ բան, ինչ-որ տեղ, J0 կրատերի տակ ստեղծում էր այդ մոլեկուլները, եւ այդ գործընթությունը կապված էր արևի լույսի հետ։ Երկրի վրա, երբ մենք տեսնում ենք օրգանական մոլեկուլների արտադրություն, որը կապված է արևի լույսի հետ, մենք սովորաբար մտածում ենք մի բանի մասին՝ ֆոտոսինթեզ։ Գործընթաց, որի միջոցով բույսերը եւ որոշ բակտերիաներ օգտագործում են արևի էներգիան, ածխածնի երկօքսիդը եւ ջուրը վերածելու շաքարների եւ թթվածնի։ Բայց Մարսի վրա չկա ֆոտոսինթեզ։ Չկան։ Հունիսի 2-ին 2026 թվականին NASA-ն կազմակերպեց փակ հեռավար կոնֆերանս։ Մասնակիցները եղան Perseverance-ի գիտական թիմի հիմնական անդամները, NASA-ի ղեկավարությունը եւ մի խումբ արտաքին փորձագետներ, աստրոբիոլոգներ, երկրաբաններ, քիմիկոսներ։ Ընդհանուր առմամբ 47 մարդ։ Կոնֆերանսը տևեց 6 ժամ։ Դոկտոր Չենը, որը մասնակցում էր որպես երկրաբանական թիմի անդամ, հետո պատմեց, որ դա եղավ ամենաինտենսիվ գիտական քննարկումը, որին նա երբևէ մասնակցել էր։ Յուրաքանչյուր փաստ քննարկվեց։ Յուրաքանչյուր տեսություն վերլուծվեց։ Յուրաքանչյուր հնարավոր բացատրություն դիտարկվեց։ Վերջում նրանք հասան մի եզրակացության։ Ոչ վերջնական եզրակացության, ոչ անհերքելի եզրակացության, այլ մի եզրակացության, որը եղավ լավագույնը, որին նրանք կարող էին հասնել, հիմնվելով առկա տվյալների վրա։ Եզրակացությունը եղավ հետևյալը. J0 կրատերում 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ գոյություն ունեցել են պայմաններ, որոնք կարող էին աջակցել միկրոբային կյանքի։ Հիդրոթերմալ աղբյուրներ, որոնք ապահովում էին էներգիա եւ սննդանյութեր։ Ջուր, որը մնում էր հեղուկ բավականաչափ երկար ժամանակ։ Պաշտպանություն վնասակար ճառագայթումից։ Եվ գուցե, միայն գուցե, կյանք։ Բայց արդյոք այդ կյանքը դեռ գոյություն ունի։ Արդյոք այն գտնվում է խորը ստորգետնյա, որտեղ դեռ կարող է լինել հեղուկ ջուր։ Արդյոք այն արտադրում է մեթան, որը Perseverance-ը հայտնաբերում է։ Այս հարցերին պատասխանելու համար նրանք պետք է ուղարկեին Perseverance-ը ավելի խորը կրատեր։ Նրանք պետք է գտնեին տեղեր, որտեղ հիդրոթերմալ գործունեությունը եղել է ամենաակտիվը։ Նրանք պետք է գայլիկավորեին ավելի խորը, վերցնեին ավելի շատ նմուշներ, վերլուծեին ավելի մանրամասն։ Եվ ամենակարևորը, նրանք պետք է սպասեին Mars Sample Return առաքելությանը։ Առաքելություն, որը պլանավորված էր 2031 թվականին եւ որը պետք է վերադարձներ Perseverance-ի հավաքած նմուշները երկիր, մանրամասն լաբորատոր վերլուծության համար։ Միայն այդ նմուշները, վերլուծված երկրի ամենաժամանակակից սարքավորումներով, կարող էին տալ վերջնական պատասխան։ Բայց հունիսի 2-ի կոնֆերանսից արտահոսեց մի բան։ Ոչ պաշտոնական հաղորդագրություն, ոչ լուսանկար, այլ մի պարզ նախադասություն, որը մեկը գրել էր մի ներքին չաթում եւ որը հետո սկրինշոտ արվեց եւ տարածվեց համացանցում։ Նախադասությունը եղավ. Եթե դա իսկապես կյանք է, մենք պետք է վերանայենք ամեն ինչ, ինչ մենք մտածում ենք կյանքի մասին։ Այս նախադասությունը, երբ այն հայտնվեց Reddit-ում, Twitter-ում, Facebook-ում, ստեղծեց նոր ալիք քննարկումների։ Բայց այս անգամ քննարկումները եղան տարբեր։ Ավելի քիչ կոնսպիրոլոգիա, ավելի շատ իսկական հարցեր։ Ինչու կվերանայենք ամեն ինչ։ Ինչ է այդ նշանակում։ Պատասխանը եղավ բարդ, բայց հիմնականում վերաբերում էր մի հիմնարար հարցի։ Արդյոք կյանքը եզակի երևույթ է, որը ծագել է միայն երկրի վրա, թե համընդհանուր երևույթ, որը ծագում է ամենուր, որտեղ կան համապատասխան պայմաններ։
Եթե Մարսի վրա երբևէ եղել է կյանք, եթե այն ծագել է անկախ երկրի կյանքից, դա կնշանակի, որ կյանքը ոչ թե պատահականություն է, այլ անխուսափելիություն։ Դա կնշանակի, որ տիեզերքում, որտեղ կան միլիարդավոր գալակտիկաներ, յուրաքանչյուրում միլիարդավոր աստղեր, յուրաքանչյուրի շուրջ հնարավոր մոլորակներ, կյանքը պետք է լինի ամենուր։ Բայց եթե Մարսի կյանքը, եթե այն իսկապես գոյություն ունի, ծագել է երկրից, միկրոբների միջոցով, որոնք տեղափոխվել են մետեորիտներով, դա կլինի տարբեր պատմություն։ Դա կնշանակի, որ Երկիրը եւ Մարսը կիսում են ընդհանուր կենսաբանական ծագում, որ մենք, մարդիկ եւ հնարավոր մարսային միկրոբները ենք հեռավոր ազգականներ։ Եվ եթե դա ճիշտ է, ապա հարցը դառնում է, ում մոտ ծագեց կյանքը առաջին անգամ՝ Երկրի վրա, թե Մարսի վրա։ Դոկտոր Ջոնաթան Միլլեր, Հարվարդի համալսարանի աստրոբիոլոգ, հունիսի 15-ին հրապարակեց մի հոդված Nature ամսագրում, վերնագրով «Պանսպերմիայի հիպոթեզը և Մարս-Երկիր կենսաբանական փոխանակումը»։ Հոդվածը քննարկում էր հնարավորությունը, որ կյանքը ծագել է Մարսի վրա, երբ մոլորակը դեռ ուներ ջուր և մթնոլորտ, և հետո տեղափոխվել է Երկիր մետեորիտների միջոցով։ Միլլերը բացատրեց, որ վաղ Մարսը, մոտավորապես 4 միլիարդ տարի առաջ, իրականում ավելի բարենպաստ էր կյանքի ծագման համար, քան վաղ Երկիրը։ Մարսը ավելի փոքր էր, ինչը նշանակում էր, որ այն ավելի արագ սառեց և ստեղծեց կայուն կեղև։ Երկիրը, մյուս կողմից, դեռ եղավ հալած, ենթարկվում էր հսկայական ազդեցությունների, որոնք կարող էին ոչնչացնել ցանկացած ծագող կյանք։ Եթե կյանքը ծագեց Մարսի վրա և հետո տեղափոխվեց Երկիր, դա կնշանակի, որ մենք բոլորս, յուրաքանչյուր կենդանի էակ Երկրի վրա ենք մարսացիներ։ Մեր նախնիները ծագել են այլ մոլորակի վրա և ժամանեցին այստեղ ապարի կտորի ներսում, ճանապարհորդելով տիեզերքով միլիոնավոր տարիներ։ Սա հնչում էր որպես գիտական ֆանտաստիկա, բայց Միլլերը ցույց տվեց, որ դա ոչ միայն հնարավոր է, այլև հավանական։ Գիտնականները արդեն գտել են տասնյակ մետեորիտներ Երկրի վրա, որոնք ծագել են Մարսից։ Նրանք գիտեն, որ երբ մի մեծ աստերոիդ հարվածում է Մարսին, այն կարող է նետել ապարներ տիեզերք այնպիսի արագությամբ, որ դրանք փախչում են Մարսի ձգողականությունից։ Եվ որոշ այդ ապարներ վերջապես ընկնում են Երկրի վրա։ Եթե ապարները կարող են ճանապարհորդել Մարսից Երկիր, ապա միկրոբները, որոնք պաշտպանված են ապարի ներսում, նույնպես կարող են։ Բայց կար մի խնդիր այս տեսության հետ։ Եթե Մարսի կյանքը և Երկրի կյանքը կիսում են ընդհանուր ծագում, ապա դրանք պետք է ունենան նմանություններ։ Նույն տեսակի DNA, նույն տեսակի սպիտակուցներ, նույն հիմնական կենսաքիմիա։ Եվ միակ ճանապարհը պարզելու դա եղավ ուսումնասիրել Մարսի կյանքը, եթե այն գոյություն ունի, և համեմատել այն Երկրի կյանքի հետ։ Հունիսի 25-ին Perseverance-ը սկսեց իր ճանապարհորդությունը դեպի նոր տարածք։ Թիրախը եղավ մի տարածք, որը գիտնականները անվանում էին Հարավային Դելտա, տեղ, որտեղ երբեմն հոսել է հզոր գետ, բերելով նստվածքներ և հնարավոր է օրգանական նյութ։ Ճանապարհորդությունը պետք է տևեր 3 ամիս։ Հեռավորությունը եղավ միայն 7 կիլոմետր, բայց Մարսի վրա, որտեղ մարսագնացը շարժվում է միջինում 100 մետր օրական, 7 կիլոմետրը եղավ երկար ճանապարհ։ Բայց մինչ Perseverance-ը դանդաղորեն շարժում էր Մարսի մակերեսով, Երկրի վրա տեղի էր ունենում մի այլ զարգացում։ Հունիսի 2-ին 2026 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ իրենց ExoMars Trace Gas Orbiter արբանյակը, որը ուսումնասիրում էր Մարսի մթնոլորտը 2016 թվականից, հայտնաբերել է մեթանի անսովոր սպայք J0 կրատերի տարածքում։ Մեթանը Մարսի վրա միշտ եղել է խորհրդավոր։ Այն հայտնաբերվել է տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, բայց միշտ փոքր քանակությամբ և միշտ անկանխատեսելի ձևով։ Մեթանը մոլեկուլ է, որը Մարսի մթնոլորտում պետք է քայքայվի արագ, մոտավորապես 300 տարվա ընթացքում։ Ուստի եթե այն դեռ հայտնաբերվում է, դա նշանակում է, որ ինչ-որ բան ակտիվորեն արտադրում է այն։ Երկրի վրա մեթանի 9-10%-ը արտադրվում է կենսաբանական աղբյուրներից, բակտերիաներ, որոնք ապրում են թթվածնի բացակայության պայմաններում։ Բակտերիաներ, որոնք գտնվում են ճահիճներում, կովերի ստամոքսներում, օվկիանոսների խորքերում։ Բայց Մարսի վրա մեթանը կարող էր նաև ծագել երկրաբանական աղբյուրներից։ Հիդրոթերմալ ռեակցիաներ, որտեղ ջուրը փոխազդում է ապարների հետ բարձր ջերմաստիճանում, կամ նույնիսկ հնագույն մեթանի պաշարներ, որոնք թաղված են սառույցի տակ և դանդաղորեն արտահոսում են մթնոլորտ։ ExoMars-ի հայտնագործությունը եղավ կարևոր, որովհետև այն ցույց տվեց, որ մեթանի սպայկը տեղի ունեցավ ճիշտ նույն ժամանակ, երբ Perseverance-ը հայտնաբերեց օրգանական մոլեկուլների տատանումներ հողում։ Կարծես երկու երևույթները կապված էին։
Դոկտոր Մարիա Գոնսալես, Մադրիդի համալսարանի մթնոլորտային գիտնական, որը վերլուծում էր էքսոմարսի տվյալները, հունիսի 15-ին հրապարակեց մի հոդված, որտեղ առաջարկեց մի տեսություն։ Նա ասաց, որ մեթանը կարող էր արտադրվել ստորգետնյա միկրոբների կողմից, որոնք ակտիվանում էին, երբ արևի ջերմությունը հասնում էր հողի մակերեսին եւ հալեցնում փոքր քանակությամբ սառույց։ Այդ հալած ջուրը, նույնիսկ եթե այն գոյություն ուներ միայն մի քանի ժամ, կարող էր բավարար լինել միկրոբների համար արթնանալու, սնվելու եւ արտադրելու մեթան որպես կենսագործունեության արտադրանք։ Տեսությունը եղավ համարձակ, բայց այն նաեւ տրամաբանական էր, եւ այն բացատրում էր, թե ինչու մեթանի սպայքները տեղի էին ունենում ամառային ամիսներին, երբ ջերմաստիճանը եղավ ամենաբարձրը։ Բայց ապացուցելու այս տեսությունը պահանջում էր ավելին, քան պարզապես մեթանի հայտնաբերում։ Պահանջվում էր ուղղակի ապացույց կենդանի օրգանիզմների։ Եվ հենց այստեղ պատմությունը վերցնում է իր ամենահետաքրքիր շրջադարձը։ Օգոստոսի 2-ին 2026 թվականին Perseverance-ը հասավ հարավային դելտայի եզրին։ Առաջին լուսանկարները, որոնք այն ուղարկեց, ցույց տվեցին մի տեսարան, որը տարբերվում էր ամեն ինչից, ինչ մարսագնացը տեսել էր մինչ այդ։ Ապարներ, որոնք շերտավորված էին հորիզոնական գծերով, հստակ նշան նստվածքային գործընթացների։ Կառուցվածքներ, որոնք նման էին ալիքների հետքերի, ապացույց, որ այստեղ երբեմն եղել է ջուր, որը շարժվում էր հզոր հոսանքներով։ Եվ ամենակարևորը՝ գույների տարբերություն։ Որոշ ապարներ եղան մուգ, գրեթե սև, ուրիշները եղան բաց, գրեթե սպիտակ, եւ մի քանիսը ցույց էին տալիս կարմիր եւ դեղին երանգներ, հնարավոր նշան երկաթի օքսիդների, որոնք ձևավորվել են ջրի ներկայությամբ։ Դոկտոր Չենը, երբ տեսավ այդ լուսանկարները, անմիջապես նկատեց մի բան՝ շերտավորման օրինաչափությունը։ Յուրաքանչյուր շերտ ուներ տարբեր հաստություն, տարբեր գույն, տարբեր հյուսվածք։ Սա նշանակում էր, որ յուրաքանչյուր շերտ ձևավորվել էր տարբեր պայմաններում, գուցե տարբեր սեզոններում, գուցե տարբեր տարիներում, գուցե նույնիսկ տարբեր դարերում։ Այս շերտավորումը եղավ գիրք, որը պատմում էր Ջեզերո կրատերի պատմությունը։ Եվ եթե գիտնականները կարող էին կարդալ այդ գիրքը, նրանք կարող էին հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ այստեղ 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Օգոստոսի 15-ին Perseverance-ը սկսեց իր առաջին գայլիկավորումը հարավային դելտայում։ Թիրախը եղավ մի մուգ շերտ, որը գտնվում էր մոտավորապես 2 մետր բարձրությամբ հողից։ Գայլիկը ծակեց 5 սանտիմետր։ Սպեկտրոմետրը վերլուծեց նմուշը, եւ այն, ինչ այն գտավ, փոխեց ամեն ինչ։ Նմուշը պարունակում էր ոչ միայն օրգանական մոլեկուլներ, ոչ միայն ամինաթթուներ, այլ մի բան, որը գիտնականները երբեք չէին սպասում գտնել Մարսի վրա՝ լիպիդներ։ Լիպիդները ճարպային մոլեկուլներ են, որոնք երկրի վրա կազմում են բջջային թաղանթները։ Յուրաքանչյուր կենդանի բջիջ, բակտերիայից մինչև մարդ, շրջապատված է լիպիդային թաղանթով։ Այս թաղանթը պաշտպանում է բջջի ներսը արտաքին միջավայրից, թույլ տալով բջջին պահպանել իր ներքին քիմիան եւ գործել որպես անկախ միավոր։ Լիպիդները կարող են ստեղծվել ոչ կենսաբանոջ կենսաբանական ճանապարհով, բայց այն տեսակի լիպիդները, որոնք Perseverance-ը հայտնաբերեց, ուներ մի հատուկ հատկություն։ Նրանք եղան ասիմետրիկ։ Երկրի վրա կենսաբանական լիպիդները ցույց են տալիս մի երևույթ, որը կոչվում է քիրալություն։ Սա նշանակում է, որ մոլեկուլները կարող են գոյություն ունենալ երկու ձևերով, որոնք հայելային պատկերներ են միմյանց, ինչպես ձախ եւ աջ ձեռքերը։ Բայց կենդանի օրգանիզմները օգտագործում են միայն մեկ ձևը։ Բոլոր երկրի կենդանի էակները օգտագործում են ձախ ամինաթթուներ եւ աջ շաքարներ։ Եթե Perseverance-ի հայտնաբերած լիպիդները ցույց էին տալիս նմանատիպ ասիմետրիա, դա կլիներ ուժեղ ապացույց, որ դրանք ստեղծվել են կենսաբանական գործընթացների միջոցով։ Օգոստոսի 25-ին NSA-ի լաբորատորիաներում սկսվեց ինտենսիվ վերլուծություն։ Perseverance-ի սպեկտրոմետրը, որքան էլ զարգացած, չէր կարող չափել քիրալությունը բավականաչափ ճշգրտությամբ։ Բայց այն կարող էր չափել այլ հատկություններ, որոնք կարող էին հուշել կենսաբանական ծագում։ Վերլուծությունը տևեց 2 շաբաթ։ 2 շաբաթ, որի ընթացքում գիտական համայնքը սպասում էր շունչը պահած։ 2 շաբաթ, որի ընթացքում կոնսպիրոլոգիական տեսությունները տարածվում էին ավելի արագ, քան երբևէ։ Սեպտեմբերի 11-ին 2026 թվականին NASA-ն հրապարակեց երկրորդ հայտարարությունը։ Այս անգամ հայտարարությունը եղավ տարբեր։ Այս անգամ նրանք չասացին հետաքրքիր մոլեկուլներ։ Այս անգամ նրանք չասացին լրացուցիչ ուսումնասիրություններ անհրաժեշտ են։ Այս անգամ նրանք ասացին. մենք հայտնաբերել ենք ապացույցներ, որոնք համահունչ են հնագույն միկրոբային կյանքի հետ Մարսի վրա։ Համահունչ են։
Ոչ ապացուցում են, ոչ հաստատում են, այլ համահունչ են։ Բայց նույնիսկ այդ զգուշավոր ձևակերպումը բավարար էր, ստեղծելու համաշխարհային սենսացիա։ Սեպտեմբերի 12-ին 2026 թվականին ժամը 9 առավոտյան Վաշինգտոնի ժամանակով NASA-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ մի բան, որը չէր տեղի ունեցել վերջին 20 տարիների ընթացքում։ Լրագրողների ասուլիս, որտեղ ներկա էին ոչ միայն գիտական լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև CNN-ը, BBC-ն, Al Jazeera-ն, յուրաքանչյուր խոշոր լրատվական ցանց աշխարհում։ 167 լրագրող մի սենյակում, տասնյակ տեսախցիկներ։ Եվ մի հարց, որը բոլորը ուզում էին տալ. արդյոք դուք գտել եք կյանք Մարսի վրա։ Դոկտոր Լինդա Ռեյնոլդս, NASA-ի գիտության տնօրեն, կանգնեց ամբիոնի հետևում։ Նրա ձախ կողքում էր դոկտոր Էմիլի Չենը, աջ կողքում դոկտոր Ռաջեշ Կումարը։ Հետևում եւս 10 գիտնականներ, յուրաքանչյուրը փորձագետ իր ոլորտում։ Ռեյնոլդսը սկսեց խոսել։ Նրա ձայնը եղավ հանգիստ, չափված, պրոֆեսիոնալ, բայց նրա ձեռքերը, որոնք բռնում էին ամբիոնի եզրերը, թեթևակի դողում էին։ Վերջին 4 ամիսների ընթացքում, ասաց նա, Perseverance մարսագնացը հավաքել է տվյալներ, որոնք մեզ ստիպում են վերանայել մեր պատկերացումները Մարսի անցյալի մասին։ Մենք հայտնաբերել ենք օրգանական մոլեկուլներ, ամինաթթուներ, լիպիդներ, բարդ ածխաջրածիններ։ Մենք հայտնաբերել ենք այս մոլեկուլների կոնցենտրացիաների տատանումներ, որոնք կապված են օրվա ցիկլի հետ։ Մենք հայտնաբերել ենք երկրաբանական կառուցվածքներ, որոնք համահունչ են հիդրոթերմալ գործունեության հետ։ Եվ մենք հայտնաբերել ենք քիմիական ստորագրություններ, որոնք երկրի վրա սովորաբար կապված են կենսաբանական գործընթացների հետ։ Նա դադարեց։ Սենյակը եղավ լռություն։ Յուրաքանչյուր լրագրող սպասում էր հաջորդ նախադասությանը։ Սակայն, շարունակեց Ռեյնոլդսը, մենք պետք է լինենք բացարձակապես պարզ։ Այս հայտնագործությունները, որքան էլ հետաքրքիր, չեն հանդիսանում վերջնական ապացույց կյանքի։ Դրանք համահունչ են կյանքի հետ։ Դրանք հուշում են կյանքի հնարավորությունը, բայց դրանք չեն ապացուցում կյանքը։ Եվ հենց այստեղ սկսվեց իսկական պատերազմը։ Ոչ զինված պատերազմ, ոչ քաղաքական պատերազմ, ոչ քաղաքական պատերազմ, այլ գիտական պատերազմ։ Պատերազմ գաղափարների, մեթոդների, մեկնաբանությունների միջև։ Առաջին հարցը եկավ New York Times-ի գիտական թղթակից Քենեթ Չանգից։ Դոկտոր Ռեյնոլդս, դուք ասացիք, որ լիպիդները ցույց են տալիս քիրալություն։ Երկրի վրա քիրալությունը համարվում է կենսաբանական ստորագրություն։ Ինչու դա բավարար չէ։ Ռեյնոլդսը նայեց Չենին։ Չենը մոտեցավ միկրոֆոնին։ Քիրալությունը, բացատրեց նա, իսկապես կարևոր ցուցիչ է։ Բայց խնդիրն այն է, որ մենք չենք չափել ուղղակի քիրալությունը։ Perseverance-ի սպեկտրոմետրը չունի այդ կարողությունը։ Այն, ինչ մենք չափել ենք, են անուղղակի ցուցիչներ, մոլեկուլային կառուցվածքի հատկանիշներ, որոնք հուշում են հնարավոր քիրալություն։ Բայց հուշումը եւ ապացուցումը տարբեր բաներ են։ Բայց, շարունակեց Չանգը, եթե դուք տեսնում եք բոլոր այդ ցուցիչները միասին, օրգանական մոլեկուլներ, ամինաթթուներ, լիպիդներ, հնարավոր քիրալություն, ինչ այլ բացատրություն կարող է լինել, բացի կյանքից։ Այս անգամ պատասխանեց Կումարը։ Բնությունը, ասաց նա, շատ ավելի ստեղծագործ է, քան մենք երբևէ պատկերացնում ենք։ Կան քիմիական ռեակցիաներ, որոնք կարող են ստեղծել օրգանական մոլեկուլներ առանց կյանքի։ Կան ֆիզիկական պրոցեսներ, որոնք կարող են ստեղծել ասիմետրիա առանց կենսաբանության։ Մեր պարտականությունը որպես գիտնականների է բացառել բոլոր այլ հնարավորությունները, նախքան մենք կարող ենք ասել, որ գտել ենք կյանք։ Բայց լրագրողները չէին գոհանում այդ պատասխանից։ Նրանք ուզում էին հստակություն, նրանք ուզում էին պարզ այո կամ ոչ։ Եվ երբ գիտնականները չէին կարող տալ այդ պարզ պատասխանը, նրանք սկսեցին կասկածել։ Սեպտեմբերի 13-ին, մեկ օր հետո, Science ամսագիրը հրապարակեց մի հոդված վերնագրով «Մարսի հայտնագործությունները, ապացույց թե սպեկուլյացիա»։ Հոդվածը ներկայացնում էր տարբեր գիտնականների կարծիքները։ Ոմանք էին համաձայն NASA-ի զգուշավորության հետ, ուրիշները պնդում էին, որ ապացույցները արդեն բավարար էին։ Դոկտոր Ստիվեն Մորիսոն, MIT կենսաքիմիկոս, ասաց. Եթե մենք տեսնում ենք ամինաթթուներ եւ լիպիդներ միասին, հատկապես եթե դրանք ցույց են տալիս կազմակերպվածություն, դա շատ ուժեղ ապացույց է։ Երկրի վրա մենք երբեք չենք տեսել ոչ կենսաբանական պրոցես, որը ստեղծում է այս երկու տեսակի մոլեկուլները միասին այդպիսի կոնցենտրացիաներով։ Բայց դոկտոր Ջեյմս Հենդերսոն, Օքսֆորդի համալսարանի երկրաքիմիկոս, ուներ տարբեր կարծիք։ Մարսը, ասաց նա, ունի երկրաբանական պատմություն, որը մենք դեռ լիովին չենք հասկանում։ Հիդրոթերմալ համակարգեր, հրաբխային գործունեություն, ազդեցություններ աստերոիդներից, բոլոր այս պրոցեսները կարող են ստեղծել բարդ օրգանական քիմիա։
Մինչև մենք չունենք նմուշներ երկրի վրա, որտեղ կարող ենք անել մանրամասն վերլուծություն, մենք չենք կարող լինել վստահ։ Եվ հենց այստեղ գիտական համայնքը բաժանվեց երկու ճամբարների։ Մի կողմում էին օպտիմիստները, գիտնականներ, ովքեր հավատում էին, որ ապացույցները արդեն բավականաչափ ուժեղ էին լուրջ դիտարկելու կյանքի հիպոթեզը։ Նրանք պնդում էին, որ եթե մենք սպասենք բացարձակ վստահության, մենք կարող ենք բաց թողնել ամենակարևոր հայտնագործությունը մարդկության պատմության մեջ։ Մյուս կողմում էին սկեպտիկները, գիտնականներ, ովքեր պնդում էին, որ արտակարգ պնդումները պահանջում են արտակարգ ապացույցներ։ Նրանք հիշեցնում էին Ellen Hills 8401-ի պատմությունը, երբ վաղ հայտարարությունը հետո ենթարկվեց ավերիչ քննադատության։ Բայց մինչ գիտնականները վիճում էին, Perseverance-ը շարունակում էր իր աշխատանքը։ Սեպտեմբերի 15-ին Մարսագնացը սկսեց երկրորդ գայլիկավորումը հարավային դելտայում։ Այս անգամ թիրախը եղավ մի բաց շերտ, որը գտնվում էր ուղղակի մուգ շերտի վերևում։ Տեսությունը եղավ, որ եթե մուգ շերտը ձևավորվել էր ջրի ներկայությամբ եւ պարունակում էր հնարավոր կենսաբանական ստորագրություններ, ապա բաց շերտը, որը ձևավորվել էր հետո, կարող էր պարունակել տեղեկություն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, երբ ջուրը անհետացավ։ Գայլիկը ծակեց 7 սանտիմետր։ Սպեկտրոմետրը վերլուծեց նմուշը, եւ արդյունքները եղան անսպասելի։ Բաց շերտը չպարունակում էր օրգանական մոլեկուլներ, այն պարունակում էր սուլֆատներ, աղեր, որոնք ձևավորվում են, երբ ջուրը գոլոշյանում է։ Սա նշանակում էր, որ երբ բաց շերտը ձևավորվում էր, Ջեզերո կրատերը արդեն չոր էր, ջուրը անհետացել էր։ Եվ հետը տարել էր ցանկացած կյանք, որը կարող էր գոյություն ունենալ։ Բայց կար մի հետաքրքիր մանրամասն։ Սուլֆատների բյուրեղները ցույց էին տալիս անսովոր ձև։ Երկրի վրա, երբ սուլֆատները ձևավորվում են պարզապես գոլոշիացման միջոցով, դրանք սովորաբար ստեղծում են կանոնավոր սիմետրիկ բյուրեղներ։ Բայց Մարսի սուլֆատները ցույց էին տալիս անկանոն ձևեր։ Կարծես ինչ-որ բան խանգարել էր դրանց աճին։ Դոկտոր Մարիա Վասկես, Բարսելոնայի համալսարանի միներալոգ, որը մասնագիտացած էր սուլֆատների ուսումնասիրությանը, սեպտեմբերի 21-ին հրապարակեց մի վերլուծություն։ Նա ասաց, որ անկանոն բյուրեղները կարող էին ձևավորվել, եթե գոլորշիացումը տեղի ունեցավ շատ արագ, կամ եթե ջրում կային օրգանական մոլեկուլներ, որոնք միջամտում էին բյուրեղացման պրոցեսին։ Երկրի վրա, բացատրեց նա, մենք տեսնում ենք նմանատիպ ձևեր աղի հովիտներում, որտեղ բակտերիաները ապրում են ծայրահեղ աղի կոնցենտրացիաներում։ Բակտերիաները արտադրում են օրգանական նյութեր, որոնք փոխում են աղի բյուրեղների ձևը։ Սա եղավ եւս մեկ անուղղակի ցուցիչ։ Ես մեկը քուշում, բայց ոչ ապացույց։ Հոկտեմբերի 2-ին ՆԱՍԱ-ն կազմակերպեց երկրորդ լրագրողների ասուլիս։ Այս անգամ մասնակիցների թիվը եղավ ավելի քիչ, միայն գիտական լրատվամիջոցներ։ Եվ տոնը եղավ ավելի տեխնիկական։ Դոկտոր Չենը ներկայացրեց մանրամասն վերլուծություն բոլոր հայտնագործությունների։ Նա ցույց տվեց լուսանկարներ, սպեկտրալ տվյալներ, համեմատություններ երկրի անալոգների հետ։ Նա բացատրեց, թե ինչու յուրաքանչյուր անհատական հայտնագործություն կարող էր ունենալ ոչ կենսաբանական բացատրություն, բայց թե ինչու բոլոր հայտնագործությունները միասին ստեղծում էին մի պատկեր, որը շատ դժվար էր բացատրել առանց կյանքի։ Պատկերացրեք, ասաց նա, որ դուք քննիչ եք, դուք հետաքննում եք հանցագործություն, դուք գտնում եք մատմատնահետքեր, դուք գտնում եք DNA, դուք գտնում եք վկաներ։ Յուրաքանչյուր ապացույց առանձին կարող է ունենալ անմեղ բացատրություն, բայց եւ դուք տեսնում եք դրանք բոլորը միասին, երբ դրանք բոլորը ցույց են տալիս դեպի նույն ուղղությունը, դուք սկսում եք կառուցել գործ։ Բայց մի լրագրող, Դեյվիդ Ռոբերտսը, Scientific American-ից, տվեց մի հարց, որը ստիպեց Չենին դադարել։ Դոկտոր Չեն, ասաց նա, եթե դուք անձամբ պետք է գնահատեիք, որքան հավանական է, որ այս հայտնագործությունները ապացուցում են կյանք, ինչ թիվ կտայիք։ 50%, 70, 90։ Չենը լռեց մի պահ, հետո ասաց. Եթե դուք հարցնում եք ինձ որպես գիտնականի, ես չեմ կարող տալ թիվ։ Գիտությունը չի աշխատում հավանականությունների միջոցով այս ձևով։ Բայց եթե դուք հարցնում եք ինձ որպես մարդու, որը 15 տարի ուսումնասիրել է Մարսի երկրաբանությունը, որը տեսել է հազարավոր լուսանկարներ, որը վերլուծել է հարյուրավոր նմուշներ, ես կասեմ, որ ինչ-որ բան տեղի ունեցավ Ջեզերո կրատերում 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Ինչ-որ բան, որը ստեղծեց այս մոլեկուլները, այս կառուցվածքները, այս ստորագրությունները։ Եվ ամենապարզ բացատրությունը, ամենաընդհանուր բացատրությունը երկրի վրա եղավ կյանք։ Այս պատասխանը, երբ այն տարածվեց համացանցում, ստեղծեց նոր ալիք քննարկումների։ Որովհետև Չենը, որը մինչ այդ եղել էր ամենազգույշ, ամենասկեպտիկ ձայնը ՆԱՍԱ-ի թիմում, հիմա ասում էր, որ կյանքը եղավ ամենապարզ բացատրությունը։ Բայց ոչ բոլոր գիտնականներն էին համաձայն։
Հոկտեմբերի 15-ին Nature ամսագիրը հրապարակեց մի հոդված դոկտոր Ռոբերտ Շմիթից, Ցյուրիխի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի երկրաքիմիկոսից։ Հոդվածը կոչվում էր «Մարսի օրգանական մոլեկուլները. աբիոտիկ սինթեզի հնարավորությունը»։ Շմիթը ներկայացրեց մանրամասն վերլուծություն, թե ինչպես բոլոր հայտնագործված մոլեկուլները կարող էին ստեղծվել առանց կյանքի։ Նա ցույց տվեց լաբորատոր փորձեր, որտեղ ամինաթթուները սինթեզվել էին հիդրոթերմալ պայմաններում։ Նա ներկայացրեց համակարգչային մոդելավորումներ, որտեղ լիպիդները ձևավորվել էին քիմիական ռեակցիաների միջոցով, որոնք չպահանջում էին կենսաբանություն։ Նա բացատրեց, թե ինչպես քիրալությունը կարող էր ծագել ֆիզիկական պրոցեսներից, օրինակ շրջանաձև բևեռացված լույսից, որը կարող էր գոյություն ունենալ վաղ Մարսի մթնոլորտում։ Խնդիրը, գրեց Շմիթը, այն է, որ մենք փորձում ենք կիրառել երկրի կենսաբանությունը Մարսի քիմիային։ Բայց Մարսը տարբեր մոլորակ է, այն ունեցել է տարբեր պատմություն, տարբեր երկրաբանություն, տարբեր քիմիա։ Այն, ինչ երկրի վրա պահանջում է կյանք, Մարսի վրա կարող է տեղի ունենալ պարզապես քիմիայի միջոցով։ Հոդվածը ստեղծեց ինտենսիվ բանավեճ։ Ոմանք համաձայնվեցին Շմիթի հետ, ուրիշները քննադատեցին նրա մեթոդները։ Բայց բոլորը համաձայն էին մի բանի հետ. վերջնական պատասխանը կարող էր գալ միայն Mars Sample Return առաքելությունից։ Հոկտեմբերի 25-ին NASA-ն հայտարարեց, որ Mars Sample Return առաքելությունը, որը սկզբնապես պլանավորված էր 2031 թվականին, արագացվում է։ Նոր թիրախային ամսաթիվը եղավ 2029։ Պատճառը եղավ պարզ, գիտական համայնքը չէր կարող սպասել ևս 5 տարի։ Բայց նույնիսկ 2029-ը թվում էր անհասանելի հեռու, 3 տարի։ 3 տարի սպասելու, մինչ ռոբոտները կառուցվեն, մինչ ռակետները թռչեն, մինչ նմուշները վերադառնան երկիր։ 3 տարի, որի ընթացքում գիտական համայնքը կշարունակի վիճել, կոնսպիրոլոգները կշարունակի տարածել տեսություններ, եւ աշխարհը կշարունակի հարցնել. արդյոք մենք միայնակ ենք։ Բայց Perseverance-ը չէր սպասում։ Նոյեմբերի 2-ին այն սկսեց իր երրորդ գայլիկավորումը հարավային դելտայում։ Այս անգամ թիրախը եղավ մի շերտ, որը գտնվում էր ամենախորը, գրեթե 3 մետր ներքև մակերեսից։ Տեսությունը եղավ, որ այս շերտը ձևավորվել էր ամենավաղ փուլում, երբ Ջեզերո կրատերը դեռ լի էր ջրով։ Գայլիկը ծակեց 10 սանտիմետր, ամենախորը, որ այն երբևէ ծակել էր։ Սպեկտրոմետրը վերլուծեց նմուշը, եւ այն, ինչ այն գտավ, փոխեց ամբողջ քննարկումը։ Նմուշը պարունակում էր ֆոսֆատներ։ Ոչ պարզապես ցանկացած ֆոսֆատներ, այլ օրգանական ֆոսֆատներ, մոլեկուլներ, որտեղ ֆոսֆորը կապված է ածխածնի հետ։ Երկրի վրա օրգանական ֆոսֆատները կազմում են DNA-ի եւ RNA-ի ողնաշարը։ Դրանք կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար։ Բայց ավելի կարևորը, ֆոսֆատները գտնվում էին մի կոնֆիգուրացիայում, որը երկրի վրա հայտնի է որպես ֆոսֆոլիպիդներ, մոլեկուլներ, որոնք կազմում են բջջային թավանթները։ Յուրաքանչյուր բջիջ երկրի վրա, բակտերիայից մինչև մարդ, շրջապատված է ֆոսֆոլիպիդային թավանթով։ Դոկտոր Լիզա Վանգ, Ստենֆորդի համալսարանի կենսաքիմիկոս, նոյեմբերի 11-ին հրապարակեց մի վերլուծություն, որը կոչվում էր «Ֆոսֆոլիպիդները Մարսի վրա. ուղղակի ապացույց բջջային կառուցվածքների»։ Նա բացատրեց, որ ֆոսֆոլիպիդները շատ դժվար է ստեղծել ոչ կենսաբանական ճանապարհով։ Երկրի վրա բոլոր հայտնի ֆոսֆոլիպիդները արտադրվում են կենդանի օրգանիզմերի կողմից։ Սա, գրեց Վանգը, կարող է լինել այն ապացույցը, որը մենք փնտրում էինք։ Եթե Perseverance-ը իսկապես հայտնաբերել է ֆոսֆոլիպիդներ, եթե հետագա վերլուծությունը հաստատում է դրանց կառուցվածքը, ապա շատ դժվար է պատկերացնել ոչ կենսաբանական բացատրություն։ Բայց Շմիթը, սկեպտիկ գիտնականը, արագ պատասխանեց։ Նոյեմբերի 13-ին նա հրապարակեց մի հակավերլուծություն, որտեղ ցույց տվեց, որ Perseverance-ի սպեկտրոմետրը չէր կարող հստակ տարբերել ֆոսֆոլիպիդները այլ տեսակի ֆոսֆատներից։ Նա ասաց, որ այն, ինչ Վանգը մեկնաբանում էր որպես ֆոսֆոլիպիդներ, կարող էր լինել պարզապես անօրգանական ֆոսֆատներ, որոնք աղտոտված էին օրգանական նյութով։ Եվ այսպես բանավեճը շարունակվեց։ Յուրաքանչյուր նոր հայտնագործություն ստեղծում էր նոր վիճաբանություններ։ Յուրաքանչյուր նոր վերլուծություն բերում էր նոր հակավերլուծություններ։ Գիտությունը, ինչպես միշտ, շարժվում էր դանդաղ, զգուշորեն, քայլ առ քայլ դեպի ճշմարտություն։ Բայց մինչ գիտնականները վիճում էին, Perseverance-ը շարունակում էր հավաքել տվյալներ։ Նոյեմբերի 25-ին 4-րդ գայլիկավորում, դեկտեմբերի 11-ին 5-րդ, դեկտեմբերի 28-ին 6-րդ։ Յուրաքանչյուր նմուշ ավելացնում էր նոր տվյալներ, նոր մանրամասներ, նոր կտորներ հանելուկին։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, մի պատկեր սկսեցի հայտ գալ։ 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, տարվա վերջին օրը, NASA-ն հրապարակեց մի ամփոփ զեկույց։
Զեկույցը, որը կազմված էր 375 էջից, ներկայացնում էր բոլոր տվյալները, բոլոր վերլուծությունները, բոլոր տեսությունները։ Եզրակացությունը ունի եղավ զգուշավոր, բայց հստակ։ Perseverance-ի հայտնագործությունները ջեզերո կրատերում ապահովում են ամենաուժեղ ապացույցները մինչ այժմ, որ Մարսը երբեմն ունեցել է պայմաններ, որոնք կարող էին աջակցել միկրոբային կյանքի։ Օրգանական մոլեկուլների բարդությունը, դրանց կազմակերպվածությունը, դրանց կապը հիդրոթերմալ գործունեության հետ և հատկապես ֆոսֆոլիպիդների հնարավոր ներկայությունը բոլորը համահունչ են կենսաբանական ծագման հետ։ Սակայն վերջնական եզրակացությունը պահանջում է Mars Sample Return առաքելության հաջող ավարտը և մանրամասն լաբորատոր վերլուծություն երկրի վրա։ Զեկույցը ավարտվում էր մի նախադասությամբ, որը դարձավ ամենաշատ մեջբերվող նախադասությունը 2026 թվականին։ Մենք կանգնած ենք մի պատմական պահի շեմին, երբ մարդկությունը կարող է վերջապես պատասխանել հարցին, որը տանջել է մեզ հազարամյակներ շարունակ. արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում։ Բայց մինչ աշխարհը կարդում էր այդ զեկույցը, Perseverance-ը 170 միլիոն կիլոմետր հեռավորության վրա շարունակում էր իր միայնակ ճանապարհորդությունը Մարսի մակերեսով։ Շարունակում էր գայլիկավորել ապարները, շարունակում էր հավաքել նմուշները, շարունակում էր փնտրել պատասխանները։ Որովհետև վերջապես, գիտությունը ոչ թե հայտարարությունների մասին է, այն փնտրելու մասին է, հարցերի մասին է և համբերության մասին, սպասելու, մինչև ապացույցները դառնան անհերքելի։ Հունվարի 15-ին 2027 թվականին Perseverance-ը հասավ մի նոր տարածքի, որը գիտնականները անվանում էին Արևելյան դելտա։ Այստեղ, ըստ արբանյակային տվյալների, երբեմն գոյություն ունեցել էր ամենախոր ջուրը ջեզերո կրատերում։ Եթե կյանքը երբևէ եղել էր այստեղ, դա պետք է լիներ այս տարածքում։ Առաջին լուսանկարները ցույց տվեցին մի տեսարան, որը տարբերվում էր ամեն ինչից, ինչ մարսագնացը տեսել էր մինչ այդ։ Ապարներ, որոնք շերտավորված էին այնպիսի բարդությամբ, որ դրանք նման էին գրքի էջերի։ Կառուցվածքներ, որոնք հուշում էին ալիքների, հոսանքների, գուցե նույնիսկ ափերի գոյությունը։ Եվ գույներ՝ կարմիր, դեղին, կանաչ, մանուշակագույն։ Յուրաքանչյուրը ցույց տալով տարբեր միներալներ, տարբեր քիմիական պայմաններ, տարբեր պահեր Մարսի պատմության մեջ։ Դոկտոր Չենը, երբ տեսավ այդ լուսանկարները, զգաց, որ նա նայում է ժամանակի մեքենայի միջոցով։ Յուրաքանչյուր շերտ եղավ մի պատուհան դեպի անցյալ։ Յուրաքանչյուր գույն եղավ մի պատմություն։ Եվ ինչ որտեղ այդ շերտերի մեջ, թաղված 3 միլիարդ 700 միլիոն տարիների տակ, կարող էր լինել պատասխանը։ Հունվարի 25-ին Perseverance-ը սկսեց իր առաջին գայլիկավորումը Արևելյան դելտայում։ Թիրախը եղավ մի կանաչավուն շերտ, որը, ըստ սպեկտրալ վերլուծության, պարունակում էր բարձր կոնցենտրացիա օլիվինի, մի միներալ, որը երկրի վրա հաճախ կապված է հիդրոթերմալ գործունեության հետ։ Գայլիկը ծակեց 12 սանտիմետր, նոր ռեկորդ։ Սպեկտրոմետրը վերլուծեց նմուշը, և այն, ինչ այն գտավ, ստիպեց ՆԱՍԱ-ի գիտնականներին կազմակերպել արտակարգ հեռավար կոնֆերանս գիշերվա 3 ժամին Կալիֆոռնիայի ժամանակով։ Նմուշը պարունակում էր ոչ միայն օրգանական մոլեկուլներ, ոչ միայն ամինաթթուներ և լիպիդներ, այլ մի բան, որը կարող էր լինել ամենակարևոր հայտնագործությունը՝ պորֆիրիններ։ Պորֆիրինները օղակաձև մոլեկուլներ են, որոնք երկրի վրա կազմում են քլորոֆիլի և հեմոգլոբինի հիմքը։ Քլորոֆիլը, մոլեկուլը, որը թույլ է տալիս բույսերին կատարել ֆոտոսինթեզ, հեմոգլոբինը, մոլեկուլը, որը տեղափոխում է թթվածին մեր արյան մեջ։ Երկու դեպքում էլ պորֆիրինները կենսական նշանակություն ունեն կյանքի համար։ Բայց պորֆիրինները կարող են նաև ստեղծվել ոչ կենսաբանական ճանապարհով։ Լաբորատորիաներում քիմիկոսները սինթեզում են պորֆիրիններ տարբեր նպատակների համար։ Եվ տիեզերքում պորֆիրինները հայտնաբերվել են մետեորիտներում, որտեղ դրանք ձևավորվել են պարզապես քիմիական ռեակցիաների միջոցով։ Բայց Մարսի պորֆիրինները ուներ մի հատկություն, որը դարձրեց դրանք տարբեր։ Դրանք պարունակում էին մագնեզիում իրենց կենտրոնում։ Երկրի վրա մագնեզիումով պորֆիրինները գտնվում են քլորոֆիլում։ Դրանք մոլեկուլներն են, որոնք թույլ են տալիս բույսերին և ֆոտոսինթետիկ բակտերիաներին օգտագործել արևի լույսը։ Դոկտոր Ջոնաթան Քարտեր, Քեմբրիջի համալսարանի աստրոբիոլոգ, փետրվարի 2-ին հրապարակեց մի հոդված, վերնագրով «Մագնեզիումով պորֆիրինները Մարսի վրա. հնարավոր ապացույց հնագույն ֆոտոսինթեզի»։ Նա բացատրեց, որ եթե Մարսի վրա երբևէ եղել է ֆոտոսինթեզ, եթե երբևէ եղել են օրգանիզմներ, որոնք օգտագործում էին արևի լույսը, ապա դրանք պետք է թողնեին հետքեր, մագնեզիումով պորֆիրիններ, որոնք կարող էին պահպանվել միլիարդավոր տարիներ ապարների մեջ։ Սա, գրեց Քարտերը, կարող է լինել ծխի ատրճանակը,
Մագնեզիումով պորֆիրինները շատ դժվար է ստեղծել ոչ կենսաբանական ճանապարհով այն կոնցենտրացիաներով, որոնք Perseverance-ը հայտնաբերել է։ Եթե հետագա վերլուծությունը հաստատում է դրանց կառուցվածքը եւ ծագումը, մենք կարող ենք լինել վստահ, որ Մարսի վրա երբեմն եղել է կյանք։ Ոչ միայն պարզ միկրոբային կյանք, այլ կյանք, որը զարգացել էր բավականաչափ, որպեսզի զարգացնի ֆոտոսինթեզ։ Բայց Շմիթը, հավատարիմ իր սկեպտիցիզմին, կրկին պատասխանեց։ Փետրվարի 15-ին նա հրապարակեց մի հակավերլուծություն, որտեղ ցույց տվեց, որ մագնեզիումով պորֆիրինները կարող էին ձևավորվել հիդրոթերմալ համակարգերում, որտեղ տաք ջուրը փոխազդում էր մագնեզիումով հարուստ ապարների հետ։ Նա ներկայացրեց լաբորատոր փորձեր, որտեղ նա ստեղծել էր նմանատիպ մոլեկուլներ առանց կենսաբանության։ Եվ այսպես բանավեճը շարունակվեց։ Բայց այս անգամ ինչ-որ բան փոխվել էր։ Այս անգամ նույնիսկ ամենասկեպտիկ գիտնականները սկսեցին ընդունել, որ ապացույցները կուտակվում էին, որ յուրաքանչյուր նոր հայտնագործություն դարձնում էր ոչ կենսաբանական բացատրությունը ավելի դժվար, ավելի բարդ, ավելի անհավանական։ Մարտի 2-ին 2027 թվականին Science ամսագիրը հրապարակեց մի հատուկ համար, որը նվիրված էր Մարսի հայտնագործություններին։ Համարը պարունակում էր 17 հոդված տարբեր գիտնականներից, յուրաքանչյուրը վերլուծելով տարբեր ասպեկտներ՝ երկրաբանություն, քիմիա, կենսաբանություն, մթնոլորտային գիտություն։ Խմբագրական հոդվածը, որը գրված էր ամսագրի գլխավոր խմբագրի կողմից, սկսվում էր մի հարցով. Արդյոք մենք վերջապես գտել ենք կյանք Մարսի վրա։ Եվ ավարտվում էր մի պատասխանով, որը եղավ ամենաազնիվ պատասխանը, որ գիտությունը կարող էր տալ։ Մենք դեռ չգիտենք, բայց մենք ավելի մոտ ենք, քան երբևէ պարզելուն։ Բայց մինչ գիտական համայնքը շարունակում էր վիճել, Perseverance-ը շարունակում էր իր աշխատանքը։ Մարտի 15-ին 7-րդ գայլիկավորում Արևելյան Դելտայում, ապրիլի 2-ին 8-րդ, ապրիլի 25-ին 9-րդ։ Եվ յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր վերլուծություն, յուրաքանչյուր հայտնագործություն բերում էր մեզ մի քայլ ավելի մոտ ճշմարտությանը։ Ճշմարտությանը, որը թաղված էր Մարսի կարմիր ավազի տակ։ Ճշմարտությանը, որը սպասել էր 3 միլիարդ 700 միլիոն տարի։ Ճշմարտությանը, որը երբ վերջապես բացահայտվեր, կփոխեր ամեն ինչ, ինչ մենք մտածում ենք մեր տեղի մասին տիեզերքում։ Որովհետև եթե կյանքը ծագել է 2 անգամ մեր արևային համակարգում, 1 անգամ Երկրի վրա եւ 1 անգամ Մարսի վրա, ապա դա նշանակում է, որ կյանքը ոչ թե հազվագյուտ պատահականություն է, այլ տիեզերքի հիմնական հատկությունը։ Դա նշանակում է, որ ամենուր, որտեղ կան համապատասխան պայմաններ, ջուր, էներգիա, ժամանակ, կյանքը կծագի։ Անխուսափելիորեն։ Անխուսափելիորեն։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք ապրում ենք տիեզերքում, որը լի է կյանքով։ Տիեզերքում, որտեղ յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր մոլորակ, յուրաքանչյուր լուսին կարող է լինել տուն ինչ-որ մեկի համար։ Տիեզերքում, որտեղ մենք մարդիկ ենք միայն մի փոքր մասը անհամար մեծ պատմության։ Բայց դա դեռ ապագայի հարց է։ Հիմա, այս պահին, մենք ունենք միայն հարցեր եւ ապացույցներ։ Ապացույցներ, որոնք ծներ, որոնք կուտակվում են։ Ապացույցներ, որոնք հուշում են։ Ապացույցներ, որոնք մեզ մոտեցնում են պատասխանին։ Բայց վերջնական պատասխանը դեռ սպասում է։ Սպասում է 2029 թվականին, երբ Mars Sample Return առաքելությունը կվերադարձնի Perseverance-ի նմուշները Երկիր։ Սպասում է լաբորատորիաներում, որտեղ գիտնականները կվերլուծեն այդ նմուշները ամենաժամանակակից սարքավորումներով։ Սպասում է այն պահին, երբ մենք վերջապես կարող ենք ասել այո կամ ոչ, կյանք կամ ոչ կյանք, միայնակ կամ ոչ միայնակ։ Մինչ այդ մենք սպասում ենք եւ փնտրում ենք եւ հույս ունենք, որովհետեւ հույսը վերջապես այն է, ինչ մեզ դարձնում է մարդ։ Հույսը, որ մենք կգտնենք պատասխանները, հույսը, որ մենք կհասկանանք մեր տեղը տիեզերքում, հույսը, որ մենք գուցե ոչ միայնակ ենք։ Մայիսի 15-ին 2027 թվականին ժամը 4 առավոտյան Կալիֆոռնիայի ժամանակով Jet Propulsion Laboratory-ի հսկիչ կենտրոնում տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Perseverance-ի հեռաչափական համակարգը, որը սովորաբար ուղարկում էր տվյալներ յուրաքանչյուր 6 ժամը 1, հանկարծ սկսեց հաղորդել անընդհատ 3 ժամ անընդմեջ։ Տվյալների ծավալը եղավ այնքան մեծ, որ համակարգերը գրեթե չկարողացան մշակել։ Երբ ինժեներները վերջապես վերծանեցին տվյալները, նրանք հասկացան ինչու։ Ինչու։ Perseverance-ը հայտնաբերել էր մի բան, որը ստիպել էր նրա արհեստական բանականությանը գերակայություն տալ այդ տեղեկատվությանը, անտեսելով բոլոր սովորական արձանագրությունները։ Մարսագնացը գտել էր ստրոմատոլիտներ։
Ստրոմատոլիտները երկրի վրա հայտնի են որպես ամենահին կենսաբանական կառուցվածքն կառուցվածքները։ Դրանք շերտավորված ապարներ են, որոնք ստեղծվել են միկրոբային համայնքների կողմից, բակտերիաներ, որոնք ապրում էին ծանծաղային ջրերում, կառուցելով շերտ առ շերտ իրենց կյանքի ընթացքում։ Երկրի վրա ամենահին ստրոմատոլիտները ունեն 3 միլիարդ 500 միլիոն տարի։ Դրանք ապացույցն են, որ կյանքը գոյություն ունեցել է երկրի վրա գրեթե ամբողջ մեր մոլորակի պատմության ընթացքում։ Բայց Մարսի վրա ստրոմատոլիտներ։ Սա փոխում էր ամեն ինչ։ Դոկտոր Չենը, երբ նրան զանգահարեցին ժամը 5-ին առավոտյան, առաջին անգամ չհավատաց։ Նա մտածեց, որ սա սխալ է, գլիչ համակարգում սխալ մեկնաբանություն տվյալների։ Բայց երբ նա տեսավ լուսանկարները, երբ նա տեսավ սպեկտրալ վերլուծությունը, երբ նա տեսավ եռաչափ մոդելավորումը, որը ցույց էր տալիս կառուցվածքի ներքին շերտավորումը, նա հասկացավ, որ սա իրական էր։ Կառուցվածքը բարձրությամբ եղավ մոտավորապես 60 սանտիմետր, լայնությամբ մոտավորապես 1 մետր 20 սանտիմետր։ Այն բաղկացած էր տասնյակ շերտերից, յուրաքանչյուրը հաստությամբ մի քանի միլիմետր։ Շերտերը ցույց էին տալիս կանոնավոր օրինաչափություն՝ մուգ շերտ, բաց շերտ, մուգ շերտ, բաց շերտ։ Ճիշտ այնպես, ինչպես երկրի ստրոմատոլիտները, որտեղ մուգ շերտերը ներկայացնում են բակտերիաների կուտակումը, իսկ բաց շերտերը նստվածքները, որոնք ծածկել են դրանք։ Բայց ամենակարևորը եղավ ձևը։ Կառուցվածքը ցույց էր տալիս գմբեթաձև պրոֆիլ, բարձր կենտրոնում եւ ցածր եզրերում։ Սա հատուկ ձև է, որը ստեղծում է, երբ բակտերիաները աճում են դեպի լույսը, երբ դրանք կատարում են ֆոտոսինթեզ եւ ձգտում են մոտենալ արևին։ Երկրի վրա բոլոր ֆոտոսինթետիկ ստրոմատոլիտները ցույց են տալիս այս ձևը։ Մայիսի 16-ին ՆԱՍԱ-ն կազմակերպեց արտակարգ լրագրողների ասուլիս։ Այս անգամ ոչ Վաշինգտոնում, այս անգամ ուղիղ Jet Propulsion Laboratory-ից, որտեղ գիտնականները կարող էին ցույց տալ իրական տվյալները, իրական վերլուծությունները, իրական ապացույցները։ Դոկտոր Ռեյնոլդսը սկսեց խոսել, բայց այս անգամ նրա ձայնը եղավ տարբեր, ոչ զգուշավոր, ոչ չափված, այլ հուզված։ Առաջին անգամ 10 ամիսների ընթացքում նա թույլ տվեց իրեն ցույց տալ էմոցիա։ Մենք, ասաց նա, հավատում ենք, որ հայտնաբերել ենք ուղղակի ապացույց հնագույն միկրոբային կյանքի Մարսի վրա։ Perseverance-ը գտել է կառուցվածք, որը բոլոր հատկանիշներով համապատասխանում է կենսաբանական ստրոմատոլիտներին։ Շերտավորում, որը հուշում է կենսաբանական աճ։ Ձև, որը համահունչ է ֆոտոսինթետիկ գործունեության հետ։ Քիմիական կազմ, որը պարունակում է բոլոր մոլեկուլները, որոնք մենք կսպասեին գտնել կենդանի համայնքից։ Նա դադարեց։ Ամբողջ սենյակը լռեց։ Սակայն, շարունակեց նա, եւ այս սակայնը կախված մնաց օդում։ Մենք պետք է լինենք ազնիվ։ Մենք չենք կարող լինել 100% վստահ, մինչև մենք չունենք այդ կառուցվածքի նմուշը երկրի վրա։ Բնությունը կարող է ստեղծել կառուցվածքներ, որոնք նման են կենսաբանականներին։ Մենք տեսել ենք դա երկրի վրա։ Քիմիական այգիներ, որոնք աճում են շերտերով, միներալներ, որոնք ձևավորվում են կանոնավոր օրինաչափություններով։ Բայց նա նայեց ուղիղ տեսախցիկին։ Բայց այս անգամ ապացույցները այնքան ուժեղ են, այնքան համապարփակ են, այնքան համահունչ են կյանքի հետ, որ մենք պարտավոր ենք լուրջորեն դիտարկել հնարավորությունը, որ Մարսը երբեմն եղել է կենդանի աշխարհ։ Հարցերը սկսվեցին անմիջապես, բայց այս անգամ դրանք եղան տարբեր։ Ոչ սկեպտիկ, ոչ քննադատող, այլ հուզված, հետաքրքրված, գրեթե հավատացող։ Դոկտոր Ռեյնոլդս, հարցրեց CNN-ի լրագրողը, դուք ասացիք կենդանի աշխարհ։ Դուք նկատի ունեք, որ Մարսի վրա կարող էր լինել ամբողջ էկոհամակարգ, ոչ միայն մեկ տեսակ բակտերիաներ։ Չենը մոտեցավ միկրոֆոնին։ Ստրոմատոլիտները, բացատրեց նա, երկրի վրա երբեք չեն ստեղծվում մեկ տեսակի բակտերիաների կողմից։ Դրանք միշտ համայնքներ են։ Ֆոտոսինթետիկ բակտերիաներ, որոնք արտադրում են թթվածին եւ օրգանական նյութ։ Հետերոտրոֆ բակտերիաներ, որոնք սնվում են այդ օրգանական նյութով։ Գուցե նույնիսկ բակտերիաներ, որոնք ֆիքսում են ազոտ կամ որոնք մետաբոլիզացնում են ծծումբ։ Ամբողջ էկոհամակարգ մի քանի միլիմետրի մեջ։ Նա ցույց տվեց մի լուսանկար, որտեղ երևում էր Մարսի ստրոմատոլիտի մանրամասն կտրվածքը։ Եթե մենք նայենք այս շերտերին, շարունակեց նա, մենք տեսնում ենք տարբերություններ քիմիական կազմում։ Որոշ շերտեր հարուստ են մագնեզիումով, պորֆիրիններով, հուշելով ֆոտոսինթեզ։ Ուրիշ շերտեր պարունակում են ավելի շատ սուլֆիդներ, հուշելով բակտերիաներ, որոնք օգտագործում են ծծումբը։ Սա ոչ թե մոնոկուլտուրա է, սա բարդ համայնք է։ Բայց ամենահետաքրքիր հարցը եկավ Nature ամսագրի լրագրող Սարա Միլլերից։
Դոկտոր չեն, ասաց նա, եթե այս ստրոմատոլիտները իսկապես կենսաբանական են, եթե դրանք ստեղծվել են ֆոտոսինթետիկ բակտերիաների կողմից, դա նշանակում է, որ Մարսի վրա կյանքը ոչ միայն գոյություն ունեցել է, այլև զարգացել է։ Ֆոտոսինթեզը բարդ գործընթաց է։ Երկրի վրա այն զարգացավ միլիարդ տարի անց, երբ կյանքը առաջին անգամի հայտ եկավ։ Ինչպես կարող էր Մարսը զարգացնել ֆոտոսինթեզ այդքան արագ։ Սա եղավ հարց, որը տանջում էր բոլոր գիտնականներին։ Եվ պատասխանը, երբ այն եկավ, փոխեց մեր ողջ պատկերացումը Մարսի պատմության մասին։ Դոկտոր Կումարը պատասխանեց. Մենք պետք է հիշենք, ասաց նա, որ վաղ Մարսը շատ տարբեր էր ժամանակակից Մարսից։ 4 միլիարդ տարի առաջ Մարսը ուներ հաստ մթնոլորտ, մագնիսական դաշտ, հեղուկ ջուր մակերեսին։ Պայմանները եղան ավելի բարենպաստ կյանքի համար, քան վաղ Երկրի վրա, որը դեռ ենթարկվում էր հսկայական ազդեցությունների։ Հնարավոր է, որ կյանքը ծագել է Մարսի վրա ավելի վաղ, քան Երկրի վրա, եւ եթե այն ուներ մի քանի 100 միլիոն տարի կայուն պայմաններում, այն կարող էր զարգացնել ֆոտոսինթեզ։ Նա դադարեց, հետո ավելացրեց մի բան, որը ստիպեց բոլորին վերամտածել ամեն ինչ։ Կամ, ասաց նա դանդաղ, հնարավոր է, որ ֆոտոսինթեզը ծագել է Մարսի վրա եւ հետո տեղափոխվել է Երկիր։ Մենք գիտենք, որ ապարները կարող են ճանապարհորդել Մարսից Երկիր։ Եթե այդ ապարների մեջ կային ֆոտոսինթետիկ բակտերիաներ, եթե դրանք գոյատևեցին ճանապարհորդության ընթացքում, ապա Երկրի ֆոտոսինթեզը, այն գործընթացը, որը ստեղծեց մեր մթնոլորտի թթվածինը, որը թույլ տվեց բարդ կյանքի զարգանալ, կարող էր սկսվել Մարսի վրա։ Սենյակը պայթեց հարցերով, բայց Կումարը բարձրացրեց ձեռքը։ Սա միայն հիպոթեզ է, ասաց նա։ Բայց դա հիպոթեզ է, որը մենք կարող ենք ստուգել։ Եթե Մարսի եւ Երկրի ֆոտոսինթետիկ համակարգերը կիսում են ընդհանուր ծագում, դրանք պետք է ունենան նմանություններ մոլեկուլային մակարդակում։ Երբ մենք վերադարձնենք նմուշները Երկիր, մենք կարող ենք համեմատել Մարսի պորֆիրինները Երկրի քլորոֆիլի հետ։ Եթե դրանք նման են, եթե դրանք ցույց են տալիս էվոլյուցիոն կապ, ապա մենք կիմանանք։ Մայիսի 21-ին, 5 օր հետո, Science ամսագիրը հրապարակեց արտակարգ համար, ամբողջովին նվիրված ստրոմատոլիտի հայտնագործությանը։ Համարը պարունակում էր 25 հոդված, յուրաքանչյուրը վերլուծելով տարբեր ասպեկտներ՝ մորֆոլոգիա, քիմիա, համեմատություն։ Երկրի անալոգների հետ հնարավոր ոչ կենսաբանական բացատրություններ։ Բայց ամենակարևոր հոդվածը եղավ վերջինը՝ մետավերլուծություն, որը գնահատեց բոլոր ապացույցները միասին։ Հոդվածը գրված էր 12 գիտնականների կողմից տարբեր երկրներից, տարբեր մասնագիտություններից, եւ եզրակացությունը եղավ պարզ, բայց հզոր։ Հիմնվելով առկա ապացույցների վրա, գրեցին նրանք, մենք գնահատում ենք, որ Perseverance-ի հայտնաբերած կառուցվածքը կենսաբանական ստրոմատոլիտ լինելու հավանականությունը գերազանցում է 95%։ Մինչդեռ մնում են որոշ անորոշություններ, որոնք կարող են լուծվել միայն ուղղակի լաբորատոր վերլուծությամբ, ապացույցների կուտակումը, օրգանական մոլեկուլներ, ամինաթթուներ, լիպիդներ, ֆոսֆոլիպիդներ, պորֆիրիններ եւ հիմա ստրոմատոլիտային կառուցվածքներ, ստեղծում է համոզիչ գործ կյանքի օգտին։ 95%։ Գիտության մեջ, որտեղ վստահությունը հազվադեպ է գերազանցում 70%-ը, 95%-ը եղավ գրեթե վստահություն։ Բայց նույնիսկ հիմա, նույնիսկ այս ապացույցների դեմ արդեմ կային սկեպտիկներ։ Դոկտոր Շմիթը, որը մնացել էր հավատարիմ իր դիրքորոշմանը, հունիսի 2-ին հրապարակեց մի երկար հոդված, վերնագրով «Ստրոմատոլիտները եւ պարեիդոլիայի վտանգը»։ Նա պնդում էր, որ մարդկային ուղեղը տեսնում է օրինաչափություններ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չկան։ Որ շերտավորումը կարող է լինել պարզապես նստվածքային պրոցեսների արդյունք։ Որ գմբեթաձև ձևը կարող էր ստեղծվել էրոզիայի միջոցով։ Որ քիմիական տարբերությունները շերտերի միջև կարող են արտացոլել փոփոխվող միջավայրային պայմաններ, ոչ թե կենսաբանական գործունեություն։ Մենք ուզում ենք գտնել կյանք, գրեց Շմիթը։ Մենք այնքան ուզում ենք, որ սկսում ենք տեսնել այն ամենուր։ Բայց գիտությունը պահանջում է, որ մենք լինենք ավելի խիստ, քան մեր ցանկությունները։ Պահանջում է, որ մենք բացառենք բոլոր այլ հնարավորությունները, նախքան մենք ընդունենք արտակարգ պնդումը։ Նրա հոդվածը ստեղծեց նոր ալիք բանավեճների։ Բայց այս անգամ նույնիսկ շատ գիտնականներ, ովքեր սովորաբար համաձայնվում էին Շմիթի զգուշավորության հետ, սկսեցին հեռանալ նրանից։ Դոկտոր Ջոնաթան Քարտերը, Քեմբրիջի աստրոբիոլոգը, հունիսի 15-ին հրապարակեց մի պատասխան, վերնագրով «Երբ զգուշավորությունը դառնում է ժխտում»։ Դոկտոր Շմիթը ճիշտ է, գրեց Քարտերը, որ մենք պետք է լինենք զգույշ։ Բայց կա տարբերություն զգուշավորության եւ ժխտման միջև։ Երբ մենք ունենք տասնյակ անկախ ապացույցներ, որոնք բոլորը ցույց են տալիս դեպի նույն եզրակացությունը, երբ յուրաքանչյուր այլընտրանքային բացատրություն պահանջում է ավելի ու ավելի բարդ ենթադրություններ, մենք պետք է ընդունենք, որ ամենապարզ բացատրությունը հավանաբար ճիշտ է։
Նա ավարտեց մի նախադասությամբ, որը դարձավ ամենաշատ մեջբերվող նախադասությունը գիտական համայնքում։ Օգկամի ածելին մեզ ասում է. ընտրեք ամենապարզ բացատրությունը։ Եվ այս դեպքում ամենապարզ բացատրությունը այն է, որ Մարսի վրա երբեմն եղել է կյանք։ Հունիսի 25-ին NIS-ն հայտարարեց, որ Perseverance-ը կսկսի մի նոր փուլ իր առաքելության։ Մարսագնացը կվերադառնա Site 347-ին, այն տարածքին, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերել էր երկրաչափական կառուցվածքները եւ օրգանական մոլեկուլները։ Այս անգամ նպատակը կլիներ հավաքել նմուշներ ստրոմատոլիտից։ Նմուշներ, վուշներ, որոնք կվերադարձվեին երկիր Mars Sample Return առաքելության միջոցով։ Բայց կար մի խնդիր։ Ստրոմատոլիտը գտնվում էր արևելյան դելտայում, 7 կիլոմետր հեռավորության վրա Site 347-ից։ Եվ Perseverance-ի նմուշների հավաքման համակարգը կարող էր պահել միայն 47 նմուշ։ Մարսագնացը արդեն հավաքել էր 35 նմուշ տարբեր տևերից։ Մնում էր 12 տեղ։ Գիտնականները պետք է որոշեին, որ նմուշներն էին ամենակարևորը, որ նմուշները կտային ամենաշատ տեղեկատվությունը, որ նմուշները կապացուցեին կամ կհերքեին կյանքի հիպոթեզը։ Հուլիսի 2-ին 2027 թվականին NASA-ն կազմակերպեց մի փակ կոնֆերանս, միայն Perseverance-ի գիտական թիմի համար։ Կոնֆերանսը տևեց 3 օր։ 3 օր ինտենսիվ քննարկումների, վիճաբանությունների, համաձայնության փնտրման։ Վերջում նրանք որոշեցին հավաքել 12 նմուշ, 6 ստրոմատոլիտից, 3 հետստրոմատոլիտից, 3 Site 347-ի երկրաչափական կառուցվածքներից եւ 3 շրջակա հողից համեմատության համար։ Հուլիսի 15-ին Perseverance-ը սկսեց իր ճանապարհորդությունը դեպի ստրոմատոլիտ։ 7 կիլոմետր, որը պետք է տևեր 2 ամիս։ 2 ամիս դանդաղ զգույշ շարժման Մարսի անապատով։ Բայց մինչ Perseverance-ը շարժվում էր, երկրի վրա տեղի էր ունենում մի այլ զարգացում։ Օգոստոսի 2-ին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտարարեց, որ իրենց Tianwen 3 առաքելությունը, որը պլանավորված էր 2030 թվականին, արագացվում է։ Նոր թիրախային ամսաթիվը եղավ 2029, նույն տարին, երբ NASA-ի Mars Sample Return առաքելությունը պետք է վերադարձներ նմուշները երկիր։ Չինացի գիտնականները ասացին, որ Tianwen 3-ը կուղարկի մի մարսագնաց Ուտոպիա պլանիցիա տարածք, տեղ որտեղ Tianwen 1-ը հայտնաբերել էր ապացույցներ հնագույն ջրի։ Եվ նրանք նաև կփորձեին վերադարձնել նմուշներ երկիր։ Սա ստեղծեց մի անսպասելի իրավիճակ։ 2 առաքելություններ, 2 երկրներ, 2 թիմեր, բոլորը մրցում էին լինել առաջինները, ովքեր կվերադարձնեին Մարսի նմուշները երկիր։ Մրցում էին լինել առաջինները, ովքեր կապացուցեին կամ կհերքեին կյանքը Մարսի վրա։ Բայց դոկտոր Ռեյնոլդսը, երբ նրան հարցրեցին այս մրցության մասին, տվեց մի պատասխան, որը զարմացրեց շատերին։ Սա ոչ թե մրցություն է, ասաց նա, սա համագործակցություն է։ Եթե Չինաստանը վերադարձնում է նմուշներ Ուտոպիա պլանետայից եւ մենք վերադարձնում ենք նմուշներ J0 կրատերից, մենք ունենում ենք 2 տարբեր տարածքներ, 2 տարբեր երկրաբանական համատեքստներ, 2 տարբեր պատմություններ։ Սա կտա մեզ ավելի լիարժեք պատկեր Մարսի անցյալի մասին։ Նա դադարեց, հետո ավելացրեց. Եվ եթե 2 առաքելությունները գտնեն կյանքի ապացույցներ, եթե 2 անկախ թիմերը հասնեն նույն եզրակացությանը, դա կլինի ամենաուժեղ հաստատումը, որ մենք կարող ենք ունենալ։ Սեպտեմբերի 11-ին 2027 թվականին Perseverance-ը հասավ ստրոմատոլիտին։ Մարսագնացը դիրքավորվեց զգուշորեն, ընտրելով լավագույն անկյունը գայլիկավորման համար։ Գիտնականները ուզում էին վերցնել նմուշներ տարբեր խորություններից, տարբեր շերտերից, որպեսզի հասկանան ամբողջ կառուցվածքը։ Առաջին գայլիկավորումը սկսվեց սեպտեմբերի 13-ին։ Գայլիկը ծակեց 5 սանտիմետր, անցնելով 3 տարբեր շերտերի միջով։ Երբ այն դուրս եկավ, բերելով հետը մի փոքր գլանաձև նմուշ, գիտնականները տեսան մի բան, որը ստիպեց նրանց սառչել։ Նմուշի մակերեսը ցույց էր տալիս կառուցվածք, որը նման էր բջջային պատերի։ Փոքր, կանոնավոր խոռոչներ, յուրաքանչյուրը մոտավորապես 10 միկրոմետր տրամագծով։ Ճիշտ այն չափսը, որը կսպասվեր միկրոբային բջիջներից։ Դոկտոր Չեն, երբ տեսավ այդ պատկերները, զգաց, որ նրա սիրտը դադարում է։ Նա տեսել էր նմանատիպ կառուցվածքներ երկրի ստրոմատոլիտներում։ Կառուցվածքներ, որոնք ստեղծվել էին, երբ բակտերիաները մեռել էին եւ դրանց բջջային պատերը հանածայնացվել էին, թողնելով փոքր խոռոչներ ապարում։ Բայց նա նաև գիտեր, որ նմանատիպ կառուցվածքները կարող էին ստեղծվել ոչ կենսաբանական ճանապարհով։ Գազի պղպճակներ, որոնք թաղված էին նստվածքներում։ Միներալների լուծարում, որը թողնում էր խոռոչներ։ Բնությունը ուներ տասնյակ ճանապարհներ ստեղծելու կառուցվածքներ, որոնք նման էին կենսաբանականներին։
Սեպտեմբերի 15-ին երկրորդ գայլիկավորում, այս անգամ ավելի խորը, 10 սանտիմետր։ Նմուշը ցույց տվեց նույն կառուցվածքները, բայց ավելի պահպանված։ Սպեկտրոմետրը հայտնաբերեց բարձր կոնցենտրացիա օրգանական ածխածնի, ավելի քան 3% ապարի զանգվածից։ Երկրի ստրոմատոլիտներում օրգանական ածխածնի կոնցենտրացիան սովորաբար լինում է 1-ից 5%։ Սեպտեմբերի 19-ը, երրորդ գայլիկավորում, այս անգամ ամենախորը, 15 սանտիմետր։ Նմուշը պարունակում էր մի բան նոր, հնարավոր հանածոներ։ Փոքր, երկաթով հարուստ կառուցվածքներ, որոնք երկրի վրա սովորաբար կապված են մագնետոտակտիկ բակտերիաների հետ, բակտերիաներ, որոնք օգտագործում են երկրի մագնիսական դաշտը նավարկության համար։ Դոկտոր Լիզա Վանգը, Ստենֆորդի կենսաքիմիկոսը, սեպտեմբերի 22-ին հրապարակեց մի վերլուծություն այս հանածոների մասին։ Նա ցույց տվեց, որ դրանց չափսը, ձևը եւ քիմիական կազմը համապատասխանում էին կենսաբանական մագնետիտին։ Բայց նա նաև ընդունեց, որ նմանատիպ կառուցվածքները կարող էին ձևավորվել անօրգանական պրոցեսների միջոցով։ Խնդիրը, գրեց Վանգը, այն է, որ յուրաքանչյուր անհատական ապացույց կարող է ունենալ ոչ կենսաբանական բացատրություն։ Բայց երբ մենք տեսնում ենք դրանք բոլորը միասին, ստրոմատոլիտային կառուցվածք, շերտավորում, բջջանման խոռոչներ, օրգանական ածխածին, հանածոներ, հավանականությունը, որ դրանք բոլորը ստեղծվել են պատահականորեն առանց կյանքի, դառնում է ծայրահեղ ցածր։ Հոկտեմբերի 2-ին Perseverance-ը ավարտեց 6-րդ եւ վերջին գայլիկավորումը ստրոմատոլիտից։ 6 նմուշ, յուրաքանչյուրը պարունակելով տարբեր շերտեր, տարբեր քիմիական կազմ, տարբեր կառուցվածքներ։ 6 նմուշ, որոնք երբ վերլուծվեին երկրի վրա, կարող էին վերջապես պատասխանել հարցին. արդյոք Մարսի վրա երբևէ եղել է կյանք։ Բայց մինչ այդ մարսագնացը պետք է վերադառնար Site 347-ին, հավաքելու վերջին նմուշները երկրաչափական կառուցվածքներից։ Ես 7 կիլոմետր, ես 2 ամիս։ Հոկտեմբերի 15-ին, մինչ Perseverance-ը սկսում էր իր ճանապարհորդությունը հետ, NASA-ն հրապարակեց մի հայտարարություն, որը փոխեց ամեն ինչ։ Mars Sample Return առաքելությունը, որը պլանավորված էր 2029 թվականին, կրկին արագացվում էր։ Նոր թիրախային ամսաթիվը եղավ 2028 թվականի վերջ։ Պատճառը եղավ պարզ. ստրոմատոլիտի հայտնագործությունը ստեղծել էր այնպիսի հրատապություն, որ NASA-ն պատրաստ էր ներդնել լրացուցիչ ռեսուրսներ արագացնելու առաքելությունը։ Բայց կար մի խնդիր. արագացումը նշանակում էր, որ որոշ անվտանգության ստուգումներ պետք է կրճատվեին, որ որոշ պահուստային համակարգեր պետք է հեռացվեին նվազեցնելու քաշը, որ ռիսկը պետք է ընդունվեր։ Դոկտոր Ռեյնոլդսը, երբ նրան հարցրեցին այս ռիսկի մասին, պատասխանեց ազնիվ. Այո, ասաց նա, կա ռիսկ։ Յուրաքանչյուր տիեզերական առաքելություն ռիսկ է, բայց մենք գնահատել ենք այդ ռիսկը, եւ մենք հավատում ենք, որ այն արդարացված է։ Որովհետև եթե այս նմուշները իսկապես պարունակում են կյանքի ապացույցներ, եթե մենք կարող ենք վերադարձնել դրանք երկիր 1 տարի շուտ, դա կփոխի ամեն ինչ։ Նա դադար արեց, հետո ավելացրեց մի բան, որը ցույց տվեց, թե որքան շատ էր փոխվել վերջին տարվա ընթացքում։ Տարի առաջ, ասաց նա, մենք խոսում էինք հետաքրքիր մոլեկուլների մասին։ Մենք ասում էինք, լրացուցիչ ուսումնասիրություններ անհրաժեշտ են։ Մենք եղանք ծայրահեղ զգույշ, ծայրահեղ սկեպտիկ։ Բայց հիմա, հիմնվելով ամեն ինչի վրա, ինչ մենք տեսել ենք, ամեն ինչի վրա, ինչ մենք չափել ենք, ամեն ինչի վրա, ինչ մենք վերլուծել ենք, ես կարող եմ ասել, ես անձամբ հավատում եմ, որ Մարսի վրա երբեմն եղել է կյանք։ Ոչ որպես գիտնական, ով պահանջում է բացարձակ ապացույց, այլ որպես մարդ, ով տեսել է ապացույցները եւ գտել է դրանք համոզիչ։ Այս խոստովանությունը, երբ այն տարածվեց համացանցում, ստեղծեց նոր ալիք քննարկումների։ Որովհետև Ռեյնոլդսը, որը մինչ այդ եղել էր զգուշավորության խորհրդանիշը, հիմա ասում էր, որ նա անձամբ հավատում է։ Բայց ամենակարևորը եղավ այն, որ նա արեց տարբերություն։ Տարբերություն գիտական վստահության եւ անձնական համոզմունքի միջև։ Տարբերություն այն, ինչ մենք կարող ենք ապացուցել, եւ այն, ինչ մենք կարող ենք հավատալ։ Դեկտեմբերի 11-ին, 2027 թվականին, Perseverance-ը վերադարձավ Site 347-ին։ Տարածքը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Տարածքը, որտեղ մարսագնացը առաջին անգամ հայտնաբերել էր երկրաչափական կառուցվածքները, օրգանական մոլեկուլները, ամինաթթուները, լիպիդները։ Հիմա, 18 ամիս հետո, մարսագնացը վերադարձել էր հավաքելու վերջին նմուշները։ 3 նմուշ երկրաչափական կառուցվածքներից։ 3 նմուշ, որոնք կամբողջացնեին պատկերը։ Դեկտեմբերի 13-ին, առաջին գայլիկավորում։ Թիրախը եղավ ամենամեծ կառուցվածքը, 4 մետր բարձրությամբ ապարը, որը առաջին անգամ գրավել էր գիտնականների ուշադրությունը։
Գայլիկը ծակեց 8 սանտիմետր։ Նմուշը ցույց տվեց բարդ ներքին կառուցվածք, շերտեր, որոնք փոխարինում էին միմյանց կանոնավոր ռիթմով։ Դեկտեմբերի 16-ին երկրորդ գայլիկավորում։ Այս անգամ թիրախը եղավ հողը կառուցվածքների միջև, հողը, որը պարունակում էր մեթան, որը տատանվում էր օրվա ցիկլի հետ։ Նմուշը հաստատեց, որ մեթանը իսկապես ակտիվորեն արտադրվում էր, ոչ թե պարզապես արտահոսում հնագույն պաշարներից։ Դեկտեմբերի 19-ը, երրորդ և վերջին գայլիկավորում Site 347-ում։ Թիրախը եղավ մի փոքր ապար, որը գտնվում էր ճիշտ այն տեղում, որտեղ հատվում էին երկու երկրաբանական շերտերը։ Նմուշը պարունակում էր երկու տարբեր տեսակի ապարներ, մեկը, որը ձևավորվել էր ջրի ներկայությամբ, և մեկը, որը ստեղծվել էր հրաբխային գործունեության արդյունքում։ Սահմանը դրանց միջև եղավ սուր, հստակ, պատմելով պատմություն արագ փոփոխության մասին։ Դեկտեմբերի 21-ին Perseverance-ը ավարտեց իր նմուշների հավաքումը։ 47 նմուշ ընդհանուր։ 47 փոքր գլանաձև ապարներ, յուրաքանչյուրը պահված հատուկ կոնտեյներում, պաշտպանված Մարսի ծայրահեղ պայմաններից։ 47 նմուշ, որոնք պարունակում էին Մարսի պատմությունը։ Եվ գուցե, միայն գուցե, ապացույցը, որ մենք ոչ միայնակ ենք։ Հիմա սկսվում էր սպասելը։ Սպասելը 2028 թվականին, երբ Mars Sample Return առաքելությունը կթռչի երկրից։ Սպասելը 2030 թվականին, երբ այն կհասնի Մարս։ Սպասելը 2031 թվականին, երբ նմուշները վերջապես կվերադառնան Երկիր։ 4 տարի։ 4 տարի, որի ընթացքում աշխարհը կշարունակի հարցնել, կշարունակի քննարկել, կշարունակի հույս ունենալ։ Բայց մի բան արդեն փոխվել էր։ Հարցը այլևս չէր, արդյոք կարող է լինել կյանք Մարսի վրա։ Հարցը դարձել էր, երբ մենք կապացուցենք, որ կյանք եղել է Մարսի վրա։ Փոքր, բայց կարևոր տարբերություն։ Տարբերություն, որը ցույց էր տալիս, թե որքան հեռու էինք եկել։ Դեկտեմբերի 31-ին, 2027 թվականին, տարվա վերջին օրը, NASA-ն հրապարակեց իր տարեկան զեկույցը։ Զեկույցը սկսվում էր մի նախադասությամբ, որը ամփոփում էր ամբողջ տարին։ 2027 թվականը կմտնի պատմություն որպես տարի, երբ մարդկությունը առաջին անգամ գտավ համոզիչ ապացույցներ, որ կյանքը գոյություն ունեցել է մեկ այլ մոլորակի վրա։ Համոզիչ ապացույցներ։ Ոչ վերջնական ապացույցներ, ոչ անհերքելի ապացույցներ, այլ համոզիչ ապացույցներ։ Բայց համոզիչ ապացույցները երբեմն բավարար են փոխելու աշխարհը։ Բայց ահա մի բան, որը մենք հազվադեպ ենք ասում բարձրաձայն։ Մի բան, որը թաքնված է բոլոր այդ համոզիչ ապացույցների, բոլոր այդ գիտական վստահության, բոլոր այդ 95%-ների հետևում։ Մենք դեռ չգիտենք։ Հունվարի 15-ին 2028 թվականին ես դոկտոր Էմիլի Չենը նստած էի իմ գրասենյակում Արիզոնայի պետական համալսարանում։ Դրսում արևը մայր էր նույն անապատի վրա, որը մենք օգտագործում ենք որպես Մարսի անալոգ։ Իմ էկրանին բացված էին հարյուրավոր լուսանկարներ, հազարավոր սպեկտրալ տվյալներ, տասնյակ վերլուծություններ։ 18 ամիս աշխատանք, 18 ամիս, որի ընթացքում ես համոզվել էի, որ մենք գտել ենք կյանք Մարսի վրա։ Բայց այդ պահին, նստած լռության մեջ, ես թույլ տվեցի ինձ մտածել մի բանի մասին, որը հազվադեպ էի թույլ տալիս։ Ես թույլ տվեցի ինձ կասկածել։ Ինչ եթե մենք սխալվում ենք։ Ոչ թե սխալվում ենք տվյալների մեջ։ Տվյալները իրական են, օրգանական մոլեկուլները իրական են, ստրոմատոլիտային կառուցվածքները իրական են, բայց ինչ եթե մենք սխալվում ենք մեկնաբանության մեջ։ Ինչ եթե մենք տեսնում ենք կյանք, որովհետև ուզում ենք տեսնել կյանք։ Երկրի վրա մենք ունենք մի հասկացություն՝ կյանք։ Մենք գիտենք, թե ինչ է այն. DNA, RNA, սպիտակուցներ, բջիջներ, մետաբոլիզմ, վերարտադրություն։ Բայց արդյոք սա միակ տեսակի կյանքն է, որը կարող է գոյություն ունենալ։ Արդյոք կյանքը Մարսի վրա, եթե այն երբևէ եղել է, պետք է նման լինի Երկրի կյանքին։ Գուցե Մարսի վրա կյանքը զարգացել է այլ ճանապարհով։ Գուցե այն օգտագործել է այլ քիմիա, այլ մոլեկուլներ, այլ սկզբունքներ։ Եվ եթե այդպես է, ապա մենք, որոնք փնտրում ենք Երկրի կյանքի նշաններ, կարող ենք բաց թողնել ամբողջովին տարբեր տեսակի կյանք, որը գոյություն ունի մեր աչքերի առջև, բայց որը մենք չենք ճանաչում։ Կամ գուցե ավելի վատ։ Գուցե մենք տեսնում ենք կյանքի նշաններ այնտեղ, որտեղ կա միայն քիմիա։ Բարդ, կազմակերպված, նույնիսկ գեղեցիկ քիմիա, բայց ոչ կյանք։ Սա այն հարցն է, որը տանջում է ինձ գիշերները։ Ոչ թե արդյոք տվյալները ճիշտ են, այլ արդյոք մենք հարցնում ենք ճիշտ հարցերը։ Փետրվարի 2-ին ես հանդիպեցի դոկտոր Ռաջեշ Կումարի հետ։ Մենք նստեցինք մի սրճարանում Պասադենայում Jet Propulsion լաբորատորիից 5 րոպե հեռավորության վրա։ Մենք խոսեցինք ոչ թե տվյալների մասին, այլ փիլիսոփայության մասին։
Գիտես, ասաց Կումարը խառնելով իր սուրճը, ինչն է ամենավտանգավորը գիտության մեջ։ Ոչ թե սխալ տվյալները, ոչ թե վատ սարքավորումները, այլ սխալ ենթադրությունները։ Ենթադրությունները, որոնք այնքան խորն են, այնքան հիմնարար են, որ մենք նույնիսկ չենք գիտակցում, որ անում ենք դրանք։ Նա նայեց պատուհանից դեպի լեռները։ Մենք ենթադրում ենք, շարունակեց նա, որ կյանքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին այն է երկրի վրա, որ այն պետք է հիմնված լինի ածխածնի վրա, ջրի վրա, նույն տեսակի մոլեկուլների վրա։ Բայց ինչու։ Միայն այն պատճառով, որ դա միակ տեսակի կյանքն է, որը մենք ճանաչում ենք։ Բայց տիեզերքը չի պարտավոր հետևել մեր սահմանափակ փորձին։ Ես հարցրի նրան. ուրեմն դու կասկածում ես, որ Մարսի հայտնագործությունները կենսաբանական են։ Նա ժպտաց. ոչ։ Ես կասկածում եմ, որ մենք գիտենք, թե ինչ է նշանակում կենսաբանական։ Մենք ունենք մեկ օրինակ՝ երկիրը, մեկ տվյալ կետ։ Դու չես կարող գծել գիծ մեկ կետով։ Դու չես կարող հասկանալ օրինաչափությունը մեկ օրինակով։ Սա եղավ այն խոսակցությունը, որը փոխեց ինձ։ Որովհետև Կումարը ճիշտ էր։ Մենք փնտրում էինք երկրի կյանք Մարսի վրա։ Բայց ինչ եթե Մարսի կյանքը, եթե այն երբևէ եղել է ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որը մենք դեռ չունենք բառեր նկարագրելու համար։ Մարտի 15-ին 2028 թվականին Mars Sample Return առաքելության առաջին ռակետը թռավ երկրից։ Ես դիտեցի թողարկումը ուղիղ հեռարձակմամբ, նստած նույն գրասենյակում, որտեղ ես անցկացրել էի վերջին 2 տարիները։ Ռակետը բարձրացավ, թողնելով հետը կրակի հետք, եւ ես զգացի ինչ-որ տարօրինակ։ Ոչ հուզմունք, ոչ ուրախություն, այլ վախ։ Վախ, որ երբ այդ նմուշները վերադառնան, երբ մենք վերլուծենք դրանք մեր լավագույն լաբորատորիաներում, մենք կգտնենք պատասխան, որը չենք սպասում։ Կամ ավելի վատ, մենք չկգտնենք պատասխան։ Մենք կգտնենք միայն ավելի շատ հարցեր։ Որովհետև սա այն է, ինչ գիտությունը իրականում անում է։ Այն չի տալիս պատասխաններ, այն տալիս է ավելի լավ հարցեր։ Ապրիլի 2-ին ես ստացա հրավեր ելույթ ունենալ TED կոնֆերանսում։ Թեման եղավ «Ինչ մենք իսկապես գտանք Մարսի վրա»։ Ես պատրաստվեցի 2 շաբաթ։ Ես գրեցի եւ վերագրեցի իմ ելույթը 10 անգամ։ Բայց երբ ես վերջապես կանգնեցի բեմի վրա, երբ ես նայեցի 1000 մարդկանց դեմքերին, ովքեր սպասում էին լսել, որ մենք գտել ենք կյանք, ես փոխեցի ամեն ինչ, ինչ պլանավորել էի ասել։ Մենք գտանք, սկսեցի ես, ինչ-որ բան Մարսի վրա։ Ինչ-որ բան, որը նման է կյանքի, որը քայլում է ինչպես կյանք, խոսում է ինչպես կյանք, թողնում է հետքեր ինչպես կյանք։ Բայց արդյոք դա կյանք է։ Այդ հարցին պատասխանելու համար մենք պետք է նախ պատասխանենք ավելի հիմնարար հարցի. ինչ է կյանքը։ Ես դադարեցի։ Երկրի վրա մենք սահմանում ենք կյանքը որպես համակարգ, որը կարող է վերարտադրվել, էվոլյուցիայի ենթարկվել, պահպանել հոմեոստազ։ Բայց արդյոք սա բավարար սահմանում է։ Արդյոք կրակը, որը տարածվում է անտառով, վերարտադրվում է, էվոլյուցիայի ենթարկվում է, դում է դեպի ավելի արդյունավետ այրում, պահպանում է իր ջերմաստիճանը։ Արդյոք կրակը կենդանի է։ Ես տեսա շփոթություն մարդկանց դեմքերին։ Կամ վերցրեք վիրուսը, շարունակեցի ես։ Այն վերարտադրվում է, էվոլյուցիայի ենթարկվում է, բայց այն չունի մետաբոլիզմ։ Այն չի կարող գոյատևել առանց հյուրընկալող բջջի։ Արդյոք վիրուսը կենդանի է։ Կենսաբանները դեռ վիճում են։ Ես քայլեցի բեմի եզրին։ Իսկ հիմա պատկերացրեք, ասացի ես, որ Մարսի վրա մենք գտանք ինչ-որ բան, որը տարբերվում է երկուսից էլ։ Ինչ-որ բան, որը ունի կյանքի որոշ հատկություններ, բայց ոչ բոլորը։ Ինչ-որ բան, որը գտնվում է մեր սահմանումների սահմանագծում։ Ինչպես մենք կորոշենք, թե արդյոք դա կյանք է։ Լռություն։ Ճշմարտությունն այն է, ասացի ես, որ մենք չգիտենք։ Մենք ունենք ապացույցներ, համոզիչ ապացույցներ, բայց համոզիչ եւ վերջնական տարբեր բաներ են։ Եվ մինչև մենք չունենք այդ նմուշները երկրի վրա, մինչև մենք չենք վերլուծել դրանք յուրաքանչյուր հնարավոր ճանապարհով, մենք չենք կարող լինել վստահ։ Ես ավարտեցի մի նախադասությամբ, որը դարձավ ամենաշատ տարածված մեջբերումը այդ կոնֆերանսից։ Գուցե ամենակարևոր հայտնագործությունը Մարսի վրա ոչ թե այն է, որ մենք գտանք կյանք, այլ այն, որ մենք սովորեցինք, թե որքան քիչ ենք մենք հասկանում, թե ինչ է կյանքը։ Մայիսի 15-ին 2029 թվականին Mars Sample Return առաքելության երկրորդ ռակետը թռավ։ Այս անգամ ոչ երկրից, այլ Մարսից։ Փոքր ավտոմատ ռակետ, որը պարունակում էր 47 նմուշները։ 47 փոքր գլանաձև ապարներ, որոնք կարող էին պատասխանել մարդկության ամենահին հարցին։ Ես դիտեցի թողարկումը Perseverance-ի տեսախցիկներից։ Ռակետը բարձրացավ Մարսի բարակ մթնոլորտում, թողնելով հետը փոշու ամպ կարմիր ավազի վրա։
Եվ ես մտածեցի մի բանի մասին, որը հազվադեպ էի մտածում։ Ինչ եթե մենք գտնում ենք կյանք, բայց այն մեռած է։ Բոլոր մեր ապացույցները վերաբերում են անցյալին։ Ստրոմատոլիտները ձևավորվել են 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Օրգանական մոլեկուլները պահպանվել են ապարներում միլիարդավոր տարիներ։ Բայց արդյոք Մարսի վրա դեռ կա կյանք այսօր։ Արդյոք այն գոյատևեց, երբ մթնոլորտը փարատվեց, երբ ջուրը անհետացավ, երբ մթ մակերեսը դարձավ անմարդաբնակ անապատ։ Գուցե մենք գտնում ենք ոչ թե կյանք, այլ կյանքի հուշարձան։ Գերեզման մի աշխարհի, որը երբեմն եղել է կենդանի, բայց հիմա լռում է։ Եվ եթե այդպես է, ապա ինչ դա մեզ ասում է։ Դա ասում է, որ կյանքը կարող է ծագել, բայց նաև կարող է մեռնել։ Որ մոլորակները կարող են դառնալ անմարդաբնակ։ Որ քաղաքակրթությունները, եթե դրանք երբևէ զարգանան, կարող են անհետանալ։ Սա մութ մտքեր են, բայց դրանք նաև իրական մտքեր են։ Հունիսի 2-ին ես ստացա էլեկտրոնային նամակ դոկտոր Ռոբերտ Շմիդտից, սկեպտիկ գիտնականից, որը 2 տարի շարունակ քննադատել էր մեր աշխատանքը։ Նամակը կարճ էր։ Դոկտոր Չեն, գրել էր նա, ես ուզում եմ ասել ինչ-որ բան, որը դժվար է ինձ համար։ Ես կարծում եմ, որ դուք հավանաբար ճիշտ եք։ Ես դեռ չեմ համոզված 100%, բայց ես համոզված եմ բավականաչափ, որ փոխեմ իմ դիրքորոշումը։ Ապացույցները կուտակվել են։ Եվ մինչդեռ ես դեռ կարծում եմ, որ մենք պետք է սպասենք վերջնական հաստատմանը։ Ես այլևս չեմ կարծում, որ ոչ կենսաբանական բացատրությունը հավանական է։ Ես կարդացի այդ նամակը 3 անգամ։ Հետո պատասխանեցի. Դոկտոր Շմիդ, գրեցի ես, շնորհակալություն ձեր ազնվության համար, բայց ես ուզում եմ ասել ձեզ ինչ-որ բան։ Ձեր սկեպտիցիզմը, ձեր քննադատությունը, ձեր պահանջը ավելի լավ ապացույցների։ Դրանք դարձրին մեր աշխատանքը ավելի լավ։ Դրանք ստիպեցին մեզ լինել ավելի զգույշ, ավելի խիստ, ավելի ազնիվ։ Գիտությունը կարիք ունի սկեպտիկների, ոչ թե որպես թշնամիների, այլ որպես պահապանների։ Պահապանների, ովքեր համոզվում են, որ մենք չենք խաբում ինքներս մեզ։ Հուլիսի 15-ին 2030 թվականին Mars Sample Return առաքելության տիեզերանավը մտավ Մարսի ուղեծիր։ Այն սկսեց իր դանդաղ, զգույշ իջնումը դեպի մակերես։ Նպատակը եղավ հավաքել Perseverance-ի թողած նմուշները եւ վերադառնալ տիեզերք։ Ես դիտեցի ամբողջ գործողությունը իրական ժամանակում։ Յուրաքանչյուր քայլ պլանավորված էր րոպեների ճշգրտությամբ։ Յուրաքանչյուր շարժում ստուգված էր հազարավոր անգամ սիմուլյացիաներում։ Բայց տիեզերքը չի հետևում պլաններին։ Տիեզերքը անում է այն, ինչ ուզում է։ Հուլիսի 19-ը, ժամը 3:25 ցերեկվա Կալիֆոռնիայի ժամանակով, տիեզերանավը հպվեց Մարսի մակերեսին։ Կատարյալ վայրեջք։ Հսկիչ կենտրոնը պայթեց ծափահարություններով, բայց ես չծափահարեցի։ Ես նստած էի լռության մեջ, նայելով էկրանին, մտածելով այն մասին, թե ինչ էր գալիս հետո։ Հաջորդ 36 ժամվա ընթացքում ռոբոտային բազուկը հավաքեց բոլոր 47 նմուշները։ Յուրաքանչյուր նմուշ զգուշորեն տեղադրվեց հատուկ կոնտեյներում, որոնք պաշտպանում էին դրանք ջերմությունից, ճառագայթումից, աղտոտվածությունից։ 47 փոքր գլանաձև ապարներ, որոնք արժեին $10 միլիարդ եւ տասնամյակներ աշխատանք։ Հուլիսի 21-ին տիեզերանավը թռավ Մարսից։ Սկիզբը 2 տարի տևող ճանապարհորդության դեպի երկիր։ 2 տարի, որի ընթացքում աշխարհը կսպասեր, կհույս ունենար, կվախենար։ Բայց ես գիտեի մի բան, որը շատերը չգիտեին։ Նույնիսկ երբ այդ նմուշները ժամանեին, նույնիսկ երբ մենք վերլուծեինք դրանք մեր լավագույն լաբորատորիաներում, մենք կարող էինք չգտնել վերջնական պատասխան։ Որովհետև բնությունը հազվադեպ է տալիս վերջնական պատասխաններ, այն տալիս է միայն ավելի լավ հարցեր։ Սեպտեմբերի 2-ին 2030 թվականին ես մասնակցեցի մի փակ կոնֆերանսի Վաշինգտոնում։ Թեման եղավ պատրաստվելով անսպասելիին։ Մասնակիցները եղան գիտնականներ, փիլիսոփաներ, էթիկայի փորձագետներ, նույնիսկ մի քանի հոգեբաններ։ Հարցը, որը մենք քննարկում էինք, եղավ պարզ, բայց խորը։ Ինչպես մենք կպատասխանենք, եթե նմուշները հաստատեն կյանք։ Ինչպես մենք կհայտարարենք դա աշխարհին։ Ինչպես մենք կվարվենք հնարավոր սոցիալական, քաղաքական, կրոնական ռեակցիաների հետ։ Բայց ավելի կարևորը, ինչպես մենք կպատասխանենք, եթե նմուշները չհաստատեն կյանք։ Եթե դրանք թողնեն մեզ նույն անորոշության մեջ, որտեղ մենք հիմա ենք։ Դոկտոր Սարա Ջոնսոնը, Օքսֆորդի փիլիսոփա, ասաց ինչ-որ բան, որը մնաց ինձ հետ։ Խնդիրը, ասաց նա, այն է, որ մենք սովորել ենք մտածել երկուական տերմիններով. կյանք կամ ոչ կյանք, այո կամ ոչ։ Բայց տիեզերքը չի մտածում երկուական տերմիններով։ Տիեզերքը լի է գորշ գոտիներով, անորոշություններով, սահմանագծային դեպքերով։ Գուցե Մարսի վրա մենք կգտնենք ոչ թե կյանք կամ ոչ կյանք, այլ ինչ-որ բան դրանց միջև։
Եվ գուցե դա ավելի կարևոր հայտնագործություն կլինի։ Նա ճիշտ էր։ Գուցե ամենակարևոր դասը, որը Մարսը մեզ սովորեցնում է, ոչ թե այն է, որ կյանքը գոյություն ունի այլ մոլորակների վրա, այլ այն, որ մեր կատեգորիաները, մեր սահմանումները, մեր երկուական մտածելակերպը չափազանց պարզ են բարդ տիեզերքի համար։ Նոյեմբերի 15-ին 2031 թվականին ես կանգնած էի Արիզոնայի անապատում։ Նույն անապատը, որտեղ մենք փորձարկում էինք մարսագնացները։ Նույն անապատը, որը նման է Մարսին, բայց ոչ Մարս։ Արևը մայր էր։ Երկինքը ներկում էր ներճագույն, նարնջագույն և կարմիր երանգներով։ Եվ ես մտածեցի մի բանի մասին, որը հազվադեպ էի թույլ տալիս ինձ մտածել։ Ես մտածեցի մարդկության մասին։ Մենք փոքր տեսակ ենք փոքր մոլորակի վրա, փոքր արևային համակարգում, գալակտիկայի ծայրամասում։ Մենք գոյություն ունեցել ենք միայն մի քանի 100,000 տարի, աննշան պահ տիեզերքի պատմության մեջ։ Մենք զարգացել ենք գիտությունը միայն մի քանի 100 տարի առաջ։ Եվ հիմա, այս կարճ պահին, մենք փորձում ենք պատասխանել հարցերի, որոնք մարդիկ հարցրել են հազարամյակներ շարունակ։ Արդյոք մենք միայնակ ենք։ Բայց գուցե սա սխալ հարց է։ Գուցե հարցը պետք է լինի ոչ թե արդյոք մենք միայնակ ենք, այլ ինչպես մենք կապված ենք։ Որովհետև նույնիսկ եթե Մարսի վրա երբևէ եղել է կյանք, նույնիսկ եթե այն զարգացել է անկախ երկրի կյանքից, մենք դեռ կիսում ենք ինչ-որ բան։ Մենք կիսում ենք նույն ֆիզիկան, նույն քիմիան, նույն տիեզերքը։ Մենք երկուսս էլ ծագել ենք նույն աստղերի փոշուց։ Մենք երկուսս էլ ենթարկում ենք նույն օրենքներին։ Եվ եթե կյանքը ծագել է երկու անգամ մեր փոքր արևային համակարգում, ապա դա նշանակում է, որ կյանքը ոչ թե հազվագյուտ պատահականություն է, այն տիեզերքի հիմնական հատկությունն է։ Ինչ-որ բան, որը տեղի է ունենում ամենուր, որտեղ կան համապատասխան պայմաններ։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք ապրում ենք տիեզերքում, որը լի է կյանքով։ Գուցե ոչ այն տեսակի կյանքով, որը մենք ճանաչում ենք։ Գուցե ոչ այն տեսակի կյանքով, որը մենք կարող ենք հեշտությամբ հաղորդակցվել, բայց կյանք, գիտակցություն, բարդություն, կազմակերպվածություն, տիեզերք, որը արթնանում է ինքն իրեն։ Դեկտեմբերի 12-ին 2031 թվականին Mars Sample Return առաքելության տիեզերանավը մտավ երկրի ուղեցիր։ 2 օր անց այն կիջնի Յութայի անապատում։ 2 օր անց մենք կունենանք նմուշները։ Բայց ես գիտեի, որ իրական աշխատանքը դեռ չէր սկսվել։ Վերլուծությունը կտևեր տարիներ։ Յուրաքանչյուր նմուշ կուսումնասիրվեր տասնյակ տարբեր ճանապարհներով։ Յուրաքանչյուր արդյունք կքննարկվեր, կվիճարկվեր, կվերլուծվեր։ Եվ վերջում գուցե մենք կունենանք պատասխան, կամ գուցե մենք կունենանք միայն ավելի լավ հարցեր։ Դեկտեմբերի 14-ին 2 ժամ առաջ վայելեջքից ես նստած էի հսկիչ կենտրոնում։ Շուրջս հարյուրավոր մարդիկ, ինժեներներ, գիտնականներ, տեխնիկոսներ, բոլորը սպասում էին նույն պահին։ Ես նայեցի էկրաններին, որտեղ ցուցադրվում էր տիեզերանավի իջնումը։ Ես տեսա, թե ինչպես այն մտավ մթնոլորտ, թե ինչպես բացվեցին պարաշուտները, թե ինչպես այն դանդաղեց։ Եվ հետո, ժամը 11:25 րոպեն առավոտյան, այն հպվեց հողին։ Հսկիչ կենտրոնը պայթեց ծափահարություններով, ճչալներով, արցունքներով։ Տասնամյակներ աշխատանք, միլիարդավոր դոլարներ, հազարավոր մարդիկ։ Բոլորը հանգեցրին այս պահին, բայց ես չծափահարեցի։ Ես նստած էի լռության մեջ, մտածելով մի բանի մասին, որը ոչ ոք այլ չէր մտածում այդ պահին։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Հիշում եք մայիսի 11-ը 2026 թվականին, երբ Perseverance-ը ուղարկեց այն լուսանկարը, որը NASA-ն ջնջեց 17 րոպե անց։ Հիշում եք, թե ինչպես մենք մտածեցինք, որ մենք տեսնում ենք ինչ-որ բան, որը չպետք է լիներ այնտեղ։ Հիմա 2 տարի հետո մենք ունենք այդ ինչ-որ բանը մեր ձեռքերում։ 47 նմուշ Մարսից։ 47 հնարավոր պատասխան։ Բայց ես գիտեի, որ անկախ նրանից, թե ինչ այդ նմուշները կբացահայտեին, մեկ բան չէր փոխվի։ Մենք դեռ կլինենք մարդիկ փոքր մոլորակի վրա, նայելով դեպի աստղերը, հարցնելով հարցեր, որոնց պատասխանները գուցե երբեք չգտնենք։ Եվ գուցե դա լավ է։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե փնտրելը ավելի կարևոր է, քան գտնելը, որովհետև այն, ինչ մեզ դարձնում է մարդ, ոչ թե մեր պատասխանների մեջ է, այն մեր հարցերի մեջ է, մեր հետաքրքրասիրության մեջ, մեր համարձակության մեջ, նայելու անհայտին և ասելու «ես ուզում եմ իմանալ»։ 3 օր անց, դեկտեմբերի 17-ին, առաջին նմուշը բացվեց մի հատուկ լաբորատորիայում Հյուստոնում։ Ես դիտեցի ուղիղ հեռարձակմամբ։ Ռոբոտային բազուկները զգուշորեն բացեցին կոնտեյները։ Փոքր գլանաձև ապարը դուրս եկավ, պաշտպանված 2 տարի տիեզերական ճանապարհորդությունից։ Այն ապարը, որը կարող էր պատասխանել մարդկության ամենահին հարցին։ Բայց պատասխանը չեկավ այդ օրը, ոչ էլ հաջորդ օրը, ոչ էլ հաջորդ շաբաթը, որովհետև գիտությունը դանդաղ է։
Գիտությունը զգույշ է, գիտությունը չի շտապում։ Եվ մինչ աշխարհը սպասում էր, մինչ լրատվամիջոցները սպեկուլյացիա էին անում, մինչ կոնսպիրոլոգները տարածում էին տեսություններ, գիտնականները լռում էին։ Աշխատում էին, վերլուծում էին, ստուգում էին եւ կրկին ստուգում էին, պում էին, որովհետեւ նրանք գիտեին մի բան, որը շատերը չգիտեին։ Նրանք գիտեին, որ երբ նրանք վերջապես խոսեին, երբ նրանք վերջապես հայտարարեին իրենց եզրակացությունները, այդ բառերը կփոխեին աշխարհը։ Եվ դու չես կարող փոխել աշխարհը սխալ բառերով։ Հունվարի 30-ին, 2032 թվականին ես նստած եմ իմ գրասենյակում։ Դրսում արևը մայր է նույն անապատի վրա։ Իմ էկրանին բացված են նույն լուսանկարները, նույն տվյալները, նույն վերլուծությունները, բայց ինչ-որ բան փոխվել է։ Ես փոխվել եմ։ 2 տարի առաջ ես համոզված էի, որ մենք գտել ենք կյանք Մարսի վրա։ Հիմա ես համոզված եմ միայն մի բանում, որ մենք գտել ենք ինչ-որ բան։ Ինչ-որ բան կարևոր, ինչ-որ բան, որը բան, որը փոխում է մեր պատկերացումները, բայց թե ինչ է այդ ինչ-որ բանը, ես դեռ չգիտեմ։ Եվ գուցե դա լավագույն պատասխանն է, որ ես կարող եմ տալ։ Գուցե ազնվությունը, ընդունելը, որ մենք չգիտենք, ավելի կարևոր է, քան կեղծ վստահությունը։ Գուցե ասելը «ես չգիտեմ, բայց ես փնտրում եմ» ավելի արժեքավոր է, քան ասելը «ես գիտեմ», երբ դու իրականում չգիտես։ Որովհետև վերջապես, գիտությունը ոչ թե վստահության մասին է, այն ազնվության մասին է, զգուշավորության մասին, համբերության մասին, եւ ամենակարևորը, այն խոնարհության մասին է, ընդունելու, որ տիեզերքը շատ ավելի բարդ է, քան մեր սահմանափակ ուղեղները կարող են հասկանալ։ Բայց մենք փորձում ենք, մենք շարունակում ենք փորձել։ Եվ գուցե դա բավարար է։ Գուցե փորձը ինքնին այն է, ինչ մեզ դարձնում է մարդ։ Այսպիսով, երբ մարդիկ հարցնում են ինձ, արդյոք դուք գտել եք կյանք Մարսի վրա, ես պատասխանում եմ ազնիվ, ես չգիտեմ, ասում եմ ես։ Բայց ես գտա ինչ-որ բան ավելի կարևոր։ Ես գտա հարցեր, ես գտա խորհուրդ, ես գտա հիացմունք։ Եվ գուցե վերջապես դա ամենակարևոր հայտնագործությունն է։ Ոչ թե այն, որ մենք գտանք կյանք, այլ այն, որ մենք գտանք ինչ-որ բան, որը մեզ հիշեցնում է, թե որքան քիչ ենք մենք գիտում, որքան շատ կա դեռ սովորելու, որքան մեծ է տիեզերքը եւ որքան փոքր ենք մենք։ Բայց նաեւ որքան հրաշալի է, որ մենք այս փոքր էակները այս փոքր մոլորակի վրա կարող ենք նայել դեպի աստղերը եւ հարցնել ինչու։ Կարող ենք կառուցել մեքենաներ, որոնք ճանապարհորդում են այլ աշխարհներ։ Կարող ենք ուսումնասիրել ապարներ, որոնք ձևավորվել են միլիարդավոր տարիներ առաջ։ Կարող ենք փնտրել կյանք տեղերում, որտեղ ոչ մի մարդ երբևէ չի կանգնի։ Եվ երբ մենք գտնում ենք ինչ-որ բան, նույնիսկ եթե մենք չենք հասկանում այն լիովին, մենք կարող ենք ասել. սա հրաշալի է, սա խորհրդավոր է, սա արժե ուսումնասիրելու։ Սա այն է, ինչ մեզ դարձնում է մարդ։ Ոչ թե մեր պատասխանները, այլ մեր հարցերը։ Ոչ թե մեր վստահությունը, այլ մեր հետաքրքրասիրությունը։ Ոչ թե մեր գիտելիքը, այլ մեր ցանկությունը իմանալ։ Եվ այդ ցանկությունը, այդ հետաքրքրասիրությունը, այդ անverջ փնտրելը, դա այն է, ինչ կտանի մեզ դեպի աստղերը։ Ոչ թե այսօր, ոչ թե այսօր, ոչ թե վաղը, բայց մի օր։ Մի օր մենք կկանգնենք այլ մոլորակների վրա։ Մենք կնայենք դեպի այլ արևներ։ Մենք կհանդիպենք այլ կյանքի ձևերի, եթե դրանք գոյություն ունեն։ Եվ երբ այդ օրը գա, երբ մենք վերջապես պատասխանենք հարցին, արդյոք մենք միայնակ ենք, մենք կհիշենք այս պահը։ Կհիշենք այն ժամանակը, երբ մենք առաջին անգամ նայեցինք Մարսի ապարներին եւ տեսանք ինչ-որ բան, որը կարող էր լինել կյանք։ Կհիշենք այն ժամանակը, երբ մենք համարձակվեցինք հարցնել հարցը, որը մարդիկ վախեցել են հարցնել հազարամյակներ շարունակ։ Եվ կհիշենք, որ պատասխանը, երբ այն վերջապես եկավ, եղավ ոչ թե վերջը, այլ սկիզբը։ Սկիզբը նոր հարցերի, նոր փնտրելու, նոր հիացմունքի, որովհետև տիեզերքը անվերջի վերջ է։ Եվ մեր հետաքրքրասիրությունը նույնպես։ Եվ քանի դեռ մենք շարունակում ենք հարցնել, շարունակում ենք փնտրել, շարունակում ենք հիանալ, մենք կմնանք կենդանի։ Ոչ միայն կենսաբանական իմաստով, այլ այն իմաստով, որը իսկապես կարևոր է։ Կենդանի որպես տեսակ, որը երբեք չի դադարում հարցնել ինչու։ Կենդանի որպես քաղաքակրթություն, որը երբեք չի դադարում նայել դեպի աստղերը։ Կենդանի որպես մտածող էակներ, ովքեր գիտեն, որ ամենամեծ արկածը ոչ թե գտնելն է, այլ փնտրելը։ Եվ այդ արկածը, այդ անվերջ ճանապարհորդությունը դեպի անհայտը, դա այն է, ինչ մեզ դարձնում է ոչ միայն մարդ, այլ մի մաս տիեզերքի, որը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Մենք ենք տիեզերքի աչքերը, մենք ենք տիեզերքի ականջները, մենք ենք տիեզերքի գիտակցությունը։ Եվ երբ մենք նայում ենք Մարսի ապարներին, երբ մենք փնտրում ենք կյանքի հետքեր, երբ մենք հարցնում ենք, արդյոք մենք միայնակ ենք,
Մենք իրականում անում ենք ինչ-որ բան ավելի խորը։ Մենք թույլ ենք տալիս տիեզերքին նայել ինքն իրեն։ Եվ այդ նայելը, այդ ինքնագիտակցությունը, այդ հիացմունքը, դա գուցե ամենահրաշալի բանն է, որ երբևէ տեղի է ունեցել այս տիեզերքում։ Ոչ թե կյանքը, այլ կյանքը, որը կարող է հիանալ ինքն իրենով։ Ոչ թե գիտակցությունը, այլ գիտակցությունը, որը կարող է հարցնել իր սեփական ծագման մասին։ Ոչ թե բանականությունը, յունը, այլ բանականությունը, որը կարող է ճանաչել իր սեփական սահմանափակությունները եւ դեռ շարունակել փնտրել։ Սա այն է, ինչ մեզ դարձնում է հատուկ։ Ոչ թե այն, որ մենք գտանք կյանք Մարսի վրա, այլ այն, որ մենք փնտրեցինք։